Ռաֆֆի կայծեր 1986 թվական Երկրորդ հատոր Համարը Աստղաբերդից ցած իջնելով շարունակեցինք մեր ուղին դեպի Առաքելոց վանքը, որ մոտավորապես 3 ժամի ճանապարհով հեռու է Մուշ քաղաքից, ընկնում է նրա արևելահարավային կողմը, Տավրոսի գեղեցիկ լեռնահովիտներից մեկի մեջ, բարձր դիրքի վրա։ Ճանապարհին անցանք Մոգունգ գյուղը, որի մերձակա մորուքների մեջ մի ժամանակ ձգեցին 500 մոգերի գլուխներ, այդ պատճառով և կոչվեցավ Մոգունգ կամ Մոգած գերեզման։ Երեկոյան կիսամռայլի միջից վանքի թանձր, ամրոցաձև շրջապարիսպը խիստ ճնշող տպավորություն էր գործում։ Ես պետք է մնայի փակված այդ պարիսպների մեջ։ Այդ միտքը ավելի ճնշող էր, ավելի ծանր էր։ Նայում էի դեպի 16 դարերի պատկառելի սրբավայրը, նայում էի դեպի սքանչելի բարձրավանդակը, որի վրա կանգնած էր նա, նայում էի դեպի շրջապատող լեռները, որ գրկել էին նրան, նայում էի դեպի կանաչազարդ հովիտը, որ սփռված էր նրա առջև, նայում էի և մտածում էի, թե հայկական գեղարվեստը, ճարտարությունը զարգացավ վանքերի շինության մեջ, իսկ հայկական գեղասեր ճաշակը զարգացավ տեղերի և տեսարանների ընտրության մեջ, որ վայելուչ էին նրանց կառուցման համար։ Երբեմն մի ամենահասարակ հակադիպություն փարատում է մեր սրտից ամենածանր տարակուսանքներ։ Ասլանը հայտնեց, որ ինձ պետք է թողնե այդ վանքում։ Ես լռեցի, չհայտնեցի նրան իմ դժկամությունը։ Բայց երբ դեռ վանքը չհասած, ճանապարհին պատմեց ինձ դեռ չմոռացված ավանդությունը, թե այդ վանքում աշխատել են հայկական դպրության ոսկեդարի ականավոր մարդիկը, թե այդ վանքի խլության մեջ են կատարվել նրանց մտավոր վաստակները, թե այդ վանքում են դրված և նրանց պաշտելի շիրիմները, այդ բոլորը լսելով իմ մտատանջությունը ամոքվեցավ, իմ կասկածները փարատվեցան, և ես խոնարհվեցա անցյալ ժամանակների սրբազան հիշողությունների առջև, աշխատել և սովորել այն հարկի տակ, որտեղ աշխատել են մեր բազմավաստակ հայրերը, ոգևորվել նրանց անմոռանալի շիրիմներով և սրտով ու հոգվով նվիրվել ուսման ճգնությանը։ Առաջինը, որ հեռվից գրավեց իմ ուշադրությունը, դա էր վանքի շրջապարիսպի արևելյան կողմում սյուների մի շարք, որ բարձր կոթողների նման կանգնած էին միմյանց մոտ։ Ասլանը ինձ տարավ նրանց մոտ։ Դրանք թվով 10 գեղաքանդակ խաչքարինք էին, որ դրված էին քարե պատվանդանների վրա։ Ավանդությունը թարգմանչած գերեզման է կոչում այդ լուռ հիշատակարանները։ Նրանցից մեկի վրա ես կարդացի հայոց անպարտելի փիլիսոփայի Դավիթ Անհախտի անունը։ Այդ խաչքարերի խումբի առջև, փոքր-ինչ հեռու, դրված էին 2 անշուք գերեզմաններ։ Մացառների միջից հազիվ երևում էին նրանք։ Քարացած մամուռը դրել էր այդ տապանների վրա իր գորշ կանաչագույն խավերը, ոչ գիր և ոչ թվական չէր երևում։ Նրանց թվականը, նրանց տապանագիրը դրոշմված են ամեն մի զգայուն հայ մարդու սրտի մեջ։ Ժամանակները քարը մաշեցին, գիրը ջնջեցին, բայց սրտերի մեջ անեղծ մնաց նա։ Այդ 2 տապանների մեջ հանգչում են 2 հոյակապ անձինք՝ Մովսես Խորենացին և նրա ընկեր Մամրե Վերցանողը։ Հայաստանը հույն և հրեա սուրբերի անունով տաճարներ կանգնեց, բայց այն մարդը, որ իր գրքով ազատեց Հայաստանը պատմության մահից, որ կյանք և անմահություն տվեց նրան, ինքը մի մատուռ անգամ չստացավ հայրենի աշխարհի գրկում։ Այդ տապաններից փոքր-ինչ հեռու մեկուսացած էր մի այլ տապան, ավելի անխնամ, ավելի տխուր, քան թե առաջինները։ Լեռնային Հայաստանը իր լեռների ընտիր քարերից մեկն անգամ խնայեց դնել նրա վրա։ Անտաշ ապառաժների մի քանի բեկորներ ծածկում են պաշտելի մարդու սրտակոտոր դամբարանը։ Անբախտ վիճակի անբախտ հակադրություն։ Այդ մարդը իր կյանքում իր ժամանակի կղերից հալածվեցավ, քարկոծվեցավ, և այժմ նրա դամբարանը նույնպես ճնշված է անկարգ քարակույտի ներքո։
Բայց ամեն մարդ, երբ կլսե Ղազար Փարպեցու անունը, խոնարհությամբ ծունր կդնե և կհամբուրե նրա դամբարանի փոշիները։ Այդ դամբարանի վրա հեռվից տխուր կերպով նայում են Սահակ և Համազասպ իշխանների շիրիմները։ Վանքի շրջակայքի հիշատակարանները այնքան ժամանակ խլեցին մեզանից, որ բոլորովին մութն էր, երբ մտանք վանքը։ Վանահայրը չգտնվեցավ, մեզ ասացին, որ նա գնացել է մերձակա գյուղը։ Ասլանը ուղղակի դիմեց դեպի խուցերից մեկը, որի նեղ լուսամուտից ճրագի լույս էր երևում։ Դուռը բաց էր թողած, օդ ներս տանելու համար։ Մի հասարակ անգույն սեղանի վրա վառվում էր ճրագը և լուսավորում էր դեմքը մի վանականի, որ այդ միջոցին սեղանի վրա թեքված ինչ֊որ գրում էր։ Սեղանի երեսը ծածկված էր գրքերով, որ անկարգ կերպով դիզված էին միմյանց վրա։ Երբ նկատեց նա մեր ներս մտնելը, ամենևին չշարժվեցավ իր տեղից, միայն ձեռքը մեկնելով Ասլանին, սառը կերպով ասաց. Ես սպասում էի ձեզ, պարոն բժշկապետ։ Հետո, երբ նկատեց, որ մենք ոտքի վրա մնացինք, ավելացրեց. Իմ խուցը այնքան նեղ է և կարասիքը այնքան սակավ, որ չգիտեմ որտեղ հրավիրեմ ձեզ նստելու։ Դուք հանգիստ եղեք, մենք նստելու տեղ կգտնենք, ասաց Ասլանը և նրա մահճակալի վրայից անկողինը մի կողմ հավաքելով, նստեց մերկ տախտակի վրա, ինձ ևս հրավիրեց տեղավորվել իր մոտ։ Եվ իրավ, երբ աջ կացեցի իմ շուրջը, տեսա, որ նրա խուցի մեջ, բացի գրասեղանից և նրա հանդեպ դրած բազկաթոռից, որի վրա նստած էր այդ կրոնավորը, և բացի մահճակալից, որի վրա տեղավորվեցանք մենք, այլևս ուրիշ կարասիք չկային։ Համեմատելով մյուսների անշքության հետ, բազկաթոռը մի փառավոր հակապատկեր էր ներկայացնում։ Նա շինված էր ծանր, ամուր փայտից և զարդարված էր գեղեցիկ քանդակներով։ Փայտի բնական մուգ գույնը, հնությունից ավելի մթնանալով, խիստ վայելուչ տեսք էր տալիս նրան։ Երբ կրոնավորը նկատեց, որ ես հետաքրքրությամբ նայում եմ բազկաթոռի վրա, ժպտալով ասաց ինձ. Այս բազկաթոռը ես գտա ամբարանոցում, ուր ձգել էին վանքի կոտրատված երկրագործական անոթների մեջ։ Հին եպիսկոպոսներից մեկի բազկաթոռն է, երևի հեռու երկրներից ընծայ է ուղարկված։ Այդ կրոնավորի հագուստով երիտասարդը 36 տարեկան հազիվ կլիներ, թեև նրա մորուքը և գլխի խիտ մազերը ձյունի պես ճերմակել էին։ Այդ ճերմակության միջից դուրս էր նայում մի գունաթափ հիվանդոտ դեմք, խորն ընկած աչքերով, որոնք վառվում էին անբնական փայլով։ Ի՞նչն էր այնպես վախ ծերացրել նրան, ի՞նչն էր այնպես մաշել և տրորել նրան։ Ոտքերի սրունքները չէին խոնարհվում նրան, և ջլատված մարդու ոտքերի նման դողդողում էին։ Երևում էր, որ երկար տարիներ այդ սրունքները կրել էին իրենց վրա մի ծանրություն, երկաթի ծանրություն։ Նա խոսում էր և երկարատև հազը իսկույն ընդհատում էր նրան, մի խուլ և խռպոտ հազ, որ լսվում էր կուրծքի խորքից։ Ինձ այնպես էր թվում, որ կոտրած կարասի միջից էր լսվում այդ ձայնը։ Ասլանը խորին ցավակցությամբ նայում էր նրա վրա և չէր կարողանում իր տխրությունը ծածկել։ Նայում էր բժշկի աչքով, նայում էր բարեկամի աչքով և դառը կերպով հոգվոց էր հանում։ Ես հույս ունեի ձեզ վարդապետ տեսնել, ասաց նա, դառնալով դեպի նվազած երիտասարդը։ Կարծում եք, թե հեշտ էր այդ, հարցրեց նա փոքր-ինչ զայրացած, բայց դողդոջուն ձայնով։ Մեզ վարդապետ լինելու համար շատ բան է հարկավոր սովորել։ Մեզանից պահանջում են այն բոլորը, ինչ որ մի մոնտ կամ մի տիրացու սկսյալ մանկությունից մինչև իր ձեռնադրվելը։ Սովորել։ Հազը արգելեց նրան շարունակել։ Չարագուշակ հազը տևեց մի քանի րոպե, երբ փոքր-ինչ հանգստացավ, շարունակեց. Այո, շատ բան է հարկավոր սովորել։ Եվ սաղմոսներ պետք է անգիր գիտենալ, և աղոթքներ պետք է անգիր գիտենալ, և շարականներ անգիր երգել։ Դիցուք թե անգիր արեցիր, բայց ձայնը որտեղի՞ց կբերես։ Իմ մեջ առաջվա հիշողությունը չէ մնացել։
Ես դեռ աշակերտ եղած ժամանակ Հոմերոսից և Վիրգիլիոսից ամբողջ գլուխներ անգիր գիտեի, բայց հիմա դժվարանում եմ մի քանի աղոթքներ անգիր սերտել։ Հազը դարձյալ սկսեց։ Ասլանը ուշադրությամբ լսում էր։ Իմ ուշադրությունը նույնպես գրավեց նրա բողոքը, որի մեջ այնքան մաղձ և դառնություն կար, որքան մեծ հոժարություն նվիրված լինելու եկեղեցու սպասավորությանը։ Նա շարունակեց. Դատապարտելին այն չէ, որ ձեռնադրող եպիսկոպոսը մեզանից պահանջում է այն, ինչ որ կպահանջեր մի անգրագետ տիրացուից։ Դատապարտելին այն է, որ ժողովուրդն էլ հենց այդ է պահանջում։ Նրա համար պետք է գիտենալ ամբողջ այս մավուրքը, ամբողջ հարանց վարքը։ Նրա համար պետք է գիտենալ, թե ինչպես Տեր Հուսկան որդին տեսավ իր առջև արյան ծովը, թե որտեղ Հովնան մարգարեն դուրս եկավ ձկան փորից, կամ ինչպես զռաց Բաղաամի էշը։ Այդ բոլորը պետք է գիտենալ, բայց մենք այդ բաները չենք սովորել։ Նրա սեղանի վրա դրված էր մի բաժակ կաթ, նա վեր առեց և կոկորդը զովացրեց։ Ասլանը դիմեց նրան բժշկի հարցով. Այժմ ինչպես եք ձեզ զգում։ Այժմ այնքան վատ չեմ, այստեղ օդը բավական կազդուրեց ինձ, բայց ձեզ իբրև բժշկի պետք է ավելի հասկանալի լինի, որ ես կարոտ եմ սնունդի և լավ սնունդի, որից այստեղ զրկված եմ։ Պետք է պաս պահել, պետք է ենթարկվել վանական բոլոր կանոններին, իսկ դրանք սաստկացնում են իմ հիվանդությունը։ Չեք մտածում թողնել վանքը, ես ձեզ խորհուրդ կտայի թողնել։ Ոչ, մի անգամ որ սկսել եմ, պետք է վերջացնեմ։ Թույլ տվեք քննել ձեր կուրծքը։ Ինչ քննել, ես գիտեմ այնտեղ ինչ է կատարվում։ Հազը, որ ավելի սաստկությամբ սկսվեց այժմ, ստուգեց, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Ասլանը աշխատում էր չխոսեցնել նրան, որովհետև նկատում էր, թե որքան տանջվում էր նա խոսելու ժամանակ, բայց նա ցանկանում էր խոսել և միշտ խոսել, կարծես երկար ժամանակ չէր խոսացել։ Մի քանի անգամ գյուղերը գնացի, ասաց նա։ Փորձեցի խոսել գյուղացիների հետ։ Ես, որ մեր ժողովների մեջ ամբողջ ժամերով կանգնած կխոսեի, և իմ խոսելու նյութը երբեք չէր սպառվի, հավատացեք, որ գյուղացիների մոտ նյութ չէի գտնում խոսելու։ Նրանց լեզուն չգիտեի, նրանց հասկացողության համեմատ բառեր, դարձվածներ պակասում էին ինձ։ Շատ անգամ մի առակ, մի առած, մի նահատակի պատմություն շատ բան է սովորեցնում գյուղացուն, քան թե մեր ամբողջ փիլիսոփայությունները։ Դրա համար է, որ ինձ բոլորովին անպատրաստ եմ համարում այն կոչմանը, որ մտադիր եմ ընդունել։ Պետք է նորից ամեն բան սովորել։ Երբեմն այնպիսի հարցեր են առաջարկում, որ չես կարողանում պատասխանել։ Այդքանը բավական է, որ քեզ տգետի տեղ դնեին։ Դուք այդ հոգսը ուրիշներին թողեցեք, դուք զբաղվեցեք ձեր գրական վաստակներով, ասաց Ասլանը։ Եթե թույլ տայի, այդ վանքի վանահայրը հանգստություն չէ տալիս ինձ։ Նրան կփոխեն, շուտով կփոխեն։ Դա մի բարություն կլիներ ինձ համար։ Նրա տեղը մերոնցից մեկին կդնեն։ Ավելի լավ, ասաց նա և նրա դեմքը ուրախությունից փայլեց։ Դուք մի բան գրում եք այժմ։ Ոչինչ չեմ գրում, երբեմն միայն անկապ նկատողություններ եմ անում։ Եթե շուտ չեմ մեռնի, գուցե ժամանակով այդ նկատողությունների հավաքածուից մի բան կդուրս գա։ Բայց ինձ պակասում են գրքեր, գրքերի սաստիկ կարոտություն եմ զգում այստեղ։ Շուտով դուք կունենաք մի լավ ծանոթ, մխիթարեց նրան Ասլանը։ Գրքերի կողմից նա ձեզ կօգնե, նրան հարկավոր է ամեն տեսակ գրքեր բերել տալ ձեզ համար։ Ո՞վ է դա։ Վենետիկի մխիթարյանների աշակերտներից մեկը, շատ պատվական երիտասարդ է։ Այո, հիշեցի, նրա մասին ինձ գրել էին։ Նա եկավ։ Եկավ, այժմ մուշի մեջ է։ Նա ուշադրություն դարձրեց իմ վրա։ Այդ պատանին ո՞վ է։ Ես դրան ձեզ համար աշակերտ եմ բերել։ Կմնա ձեզ մոտ, կխնամե ձեր հիվանդությունը, կծառայե ձեզ և ձեզանից բան կսովորե։
Ըստ վանական հին սովորության, ասաց նա, ինչպես մեր հայր սուրբերը սպասավոր աշակերտներ էին պահում։ Մի գիժ ունեմ արդեն, բայց ես կարոտ եմ ընկերի, մի լավ ընկերի, միայնությունը ինձ սպանում է։ Այստեղ մարդ անգամ չեմ գտնում, որի հետ կարելի լիներ խոսել։ Առաջ ինձ համր էին կոչում, բայց իմ լեզուն այժմ բացվել է։ Ուզում եմ խոսել, շատ խոսել, գուցե այն պատճառով, որ շուտով կդադարեմ խոսելուց։ Եվ ձեր նոր աշակերտը կօգտվի ձեր շատ խոսելուց, նկատեց Ասլանը հանակի ձևով։ Նա ոչինչ չպատասխանեց, խնդրեց տեղ տալ իրեն պառկելու մահճակալի վրա։ Մենք վեր կացանք։ Ասլանը առաջվա կարգով ուղղեց նրան կողինը և կամենում էր նրա ձեռքից բռնելով պառկեցնել մահճակալի վրա, բայց նա մերժեց, ասելով. Դեռ ուժ կա, դեռ այնքան չեմ թուլացել։ Նա թիկն տվեց բարձրին, երեսը դեպի մեզ, ինձանից հարցնելով. Ինչպե՞ս է քո անունը։ Ֆահրատ, պատասխանեցի ես կարմրելով։ Դե Ֆահրատ, այժմյանից սկսիր քո ծառայությունը։ Գնա այդ խուցին կից սենյակը, այնտեղ իմ սպասավորին քնած կգտնես, կողքը պինդ բզիր, նա վեր կկենա, ասա, որ մեզ համար մի լավ սուրճ պատրաստ է, սուրճը ինքդ բեր և շնորհքդ ցույց տուր մեզ։ Ես հասկացա, որ սուրճը մի առիթ էր ինձ հեռացնելու, իսկույն դուրս եկա, մտա սպասավորի սենյակը։ Սպասավորի սենյակը համեմատաբար ավելի զարդարած էր, քան թե իր տիրոջ խուցը։ Ես նրան գտա նույն դրության մեջ, որպես ասած համարը։ Քնած էր փայտյա մահճակալի վրա, և ամբողջ սենյակը դղրդում էր նրա ծանր շնչառությունից։ Դա արյունով լի մի առողջ պատանի էր, համարյա իմ հասակակից։ Կողքը խթելով զարթեցնել չկարողացա նրան։ Ստիպված եղա բռնել երկու ձեռքից և մի քանի անգամ սաստիկ ցնցել։ Քնաթաթախ, շփոթված նա վեր թռավ և տեսնելով իր սենյակում մի անծանոթ մարդ, կարծեց, թե նրան սպանելու կամ կողոպտելու համար եմ եկել։ Նա իսկույն խլեց իր միակ զենքը, ծանր մահակը, որ դրած էր կշտին։ Անշուշտ մի լավ հարված կստանայի, եթե չշտապեի նրան ասել. Քո աղան սուրճ է պահանջում։ Նա բարկացած նայեց իմ երեսին և մռթմռթաց. Դե այդպես ասեիր, էլ ուր ես քնած մարդուն գժվացնում։ Կարծես թե ես կարող էի նրա քնած ժամանակ հասկացնել, թե աղան ինչ է պահանջում։ Ես իսկույն ճանաչեցի, թե ում հետ գործ ունեմ, կամ ով պետք է լինի իմ ապագա ընկերը։ Հենց առաջին անգամից մեր մեջ երկպառակություն ծագեց։ Նա առանց իմ վրա նայելու մոտեցավ, ճրագի լույսը ավելացրեց, հետո գնաց բուխարու մոտ սկսեց կրակ վառել։ Այնտեղ ածած փայտի կտորտանքը այնպես էր ձեռքով ճղոտում, կարծես մատները երկաթից շինված լինեին։ Ես մտածեցի, որ այդ տեսակ գժերը իրենց թույլ կողմերը կունենան, այդ մտքով վեր առի նրա մահակը և ճրագի լույսի առջև նայելով, ասացի նրան. Ինչ լավ մահակ ունես։ Նա մոռացավ սուրճը, թողեց կրակը և մոտեցավ ինձ։ Իմ նկատողությունը հաճոյական երևաց նրան։ Ինչ փայտից է։ Հոնի փայտից է, ինքս եմ կտրել մեր անտառներից, պատասխանեց նա մի առանձին պարծենկոտությամբ։ Մի քուրդ մի ոչխար տվեց, չտվեցի, ինքս եմ տաշել, ինքս եմ այսպես կոկել։ Շատ լավ փայտ է։ Դու որտեղացի ես։ Չես իմանում, Շատախցի։ Կարծես թե Շատախցուն ամեն մարդ պետք է ճանաչեր։ Ես սկսեցի նրա հետ հանակներ անել։ Այն աղբյուրի ջրից խմել ես։ Ո՞ր աղբյուրի։ Այն աղբյուրի, որ մարդիկ խմում են և խելոքանում են։ Նա ծիծաղեց, շատախցոց տարօրինակ գժությունները վերաբերում էին իրենց երկրում գտնված մի հայտնի աղբյուրի ջրին։ Մենք արդեն մտերմացանք։ Ինչպես եղավ, որ եկար այստեղ։ Իմ աղան առաջ շատախումն էր կենում, երբ ինքը եկավ, ինձ էլ բերեց իր հետ։ Ես հիշեցրի նրան, որ կրակը պատրաստ է։ Ժամանակ է սրճամանը դնել կրակի վրա։ Նա աղյուսի երկու կտորներ դրեց կրակի այս և այն կողմերը և սրճամանը ջրով լցնելով դրեց նրանց վրա և դարձյալ մոտեցավ ինձ։ Քո աղան լավ մարդ է, հարցրի նրանից։ Եթե վատ լիներ,
Մոտը կկենայի, պատասխանեց նա իմ հարցմունքի վրա զարմանալով։ Եթե հայրս էլ վատ լիներ, մոտը չէի կենալ։ Քեզ չի նեղացնում։ Ինչու պետք է նեղացնե։ Մի այնպիսի լավ մարդ է, եթե տամ կուտե, եթե չտամ ձայն չի հանի։ Հիմա եթե ուզենամ, սուրճը չեմ տանի, ու նա չի բարկանա։ Բայց դու էլ պետք է այնպես անես, որ նա չբարկանա, այդ լավ չէ։ Գիտեմ, որ այդ լավ չէ, ես էլ միշտ այնպես եմ անում, որ նա չբարկանա։ Ամեն բան իմ ձեռքումն է, փողը սեղանի վրա դրած է, ինչքան որ կամենամ կվեր առնեմ, նա չի հարցնի, թե ինչ արեցիր։ Իհարկե, դու նրա փողը խո քեզ համար չես վեր առնի։ Իհարկե չեմ վեր առնի, եթե նա չէ հարցնում, Աստված խո մի օր կհարցնե։ Երբ նա հազում է, իմ սիրտը կրակ է լցվում, շատ է հազում, չեմ իմանում ինչու է այնքան հազում նա։ Վերջին խոսքերի միջոցին նրա ուժեղ ձայնը դողաց և մատներով սրբեց աչքերը։ Երևում էր, որ այդ խենթը իր պարոնին սիրում էր։ Ես նրան հիշեցրի, որ ջուրը եփ է գալիս։ Նա մոտեցավ վառարանին, սրճամանի խուփը վեր առեց և մի ձեռքով բռնելով նրա կոթից, մյուս ձեռքով սկսեց ծեծած ղահվե ածել եռացող ջրի մեջ, որ իսկույն փրփրեց։ Հետո դրեց սրճամանը կրակից փոքր ինչ հեռու, որ հանգստանա, և սկսեց ֆինջանները մաքրել։ Ես զարմանում էի, թե ինչպես չէր հետաքրքրվում հարցնել ինձանից, թե ես ով եմ, որտեղից եմ եկել, և կամ ինչպես հայտնվեցա նրա սենյակում։ Նա ինձ հետ այնպես էր վարվում, որպես թե ես նրա վաղեմի ծանոթը լինեի։ Ես այստեղ պետք է մնամ, քո պարոնի մոտ, ասացի նրան։ Նա ուրախացավ։ Ինչ պետք է շինես, հարցրեց, թողնելով ֆինջանները և մոտենալով ինձ։ Պետք է կարդալ սովորեմ։ Հա, նա կարդալ շատ է իմանում, միշտ գրում է, միշտ կարդում է։ Նրա մեջ դարձյալ խաղաց խենթության քամին։ Չնայելով, որ իմ և նրա պարապմունքները բոլորովին տարբեր պետք է լինեին նրա պարոնի մոտ, բայց նա, ինչպես երևում էր, գտավ իմ մեջ իր ապագա Ախոյանին և մոտենալով ինձ, բռնեց իմ թևքից ասելով. Եկ ուժներս փորձենք։ Նա մրցությունը միայն ուժի մեջ էր ճանաչում։ Առանց իմ համաձայնությունը առնելու, մի պատրաստված ըմբիշի նման երկու ձեռքով բռնեց իմ մեջքից, կամենում էր բարձրացնել և գետին խփել։ Հակամայից ստիպվեցա ընդդիմանալ։ Ուժերի հավասարակշռության պատճառով երկար մենք միմյանց հրհրում էինք, մինչև երկուսս էլ ընկանք նրա մահճակալի վրա։ Տախտակները ճռճռացին և մահճակալը փշրվեցավ մեր հարվածի ծանրության ներքո։ Նա կատաղած վեր կացավ, առաջարկեց նորից սկսել գոտեմարտությունը։ Ես հրաժարվեցա, մանավանդ երբ նկատեցի, որ մեր ընկնելու միջոցին դիպանք պատի մոտ դրած մահակին, որը իր տեղից սաստկությամբ դուրս թռավ և զարկվելով կրակի մոտ դրած սրճամանին, ջուրը վիթվեցավ կրակի վրա և մոխրախառն գոլորշին լցրեց փոքրիկ սենյակը։ Կարող եք երևակայել իմ ամոթը և իմ քրտինքը։ Այդ իմ առաջին շնորհքն էր, որ ցույց տվի։ Իհարկե, կից սենյակում թե Ասլանը և թե Համարը կլսեին մեր աղմուկի ձայնը։ Ինչ կմտածեր Ասլանը, ինչ կմտածեր Համարը։ Դեռ որքան անկիրք էի ես, որքան տհաս էի։ Մի հասարակ կիսավայրենի սպասավորի մոտ ինձ պահել չկարողացա։ Այդ անցքը իմ կյանքում պատահած և վաղուց մոռացված շատ անցքերի թվում մնաց ինձ համար անմոռանալի, որովհետև դա մի ապացույց էր, թե կրթության որ աստիճանի վրա էի գտնվում ես, երբ Ասլանը ինձ հանձնեց Համրին։ Մեր կատարած անկարգությունից հետո փոքր էր մնում, որ պիտի տեղի ունենար մի այլ անկարգություն։ Համար շատախցին չէր ուզում կրակ վառել և նորից սուրճ պատրաստել, և ոչ ինձ թույլ էր տալիս, որ ես պատրաստեմ։ Աստված չկամեցավ, ասում էր նա, եթե Աստված կամենար, սրճամանը չէր վիթվի։ Նա մեր հիմարությունը հաշվի մեջ չէր դնում։ Կից սենյակից լսելի եղավ Ասլանի ձայնը, որ կանչում էր ինձ։ Երբ մտա նրանց մոտ, փոքր ինչ հանգստացա։ Երևում էր, որ նրանք մեր աղմուկի ձայնը չէին լսել, որովհետև ինձ ոչինչ նկատողություն չարեցին։ Մինչև անգամ մոռացել էին, որ սուրճ էին պատվիրել։ Ի՞նչն էր այնպես զբաղեցրել նրանց։
Սուսուփուս նստեցի իմ տեղում։ Համարը դեռ առաջվա պես պառկած էր անկողնու վրա, իսկ Ասլանը նստած էր նրա հանդեպ։ Երկուստ էլ լուռ էին, երկուստ էլ մտածության մեջ էին։ Դա, եթե կարելի է այսպես ասել, զինադուլի լռություն էր, որ տեղի է ունենում ջերմ վիճաբանությունից հետո։ Համարը գլուխը դրել էր բարձերի վրա և նայում էր առաստաղին։ Նրա հազը կրկին սկսեց, նա բարձրացավ, նստեց և հետո մի բան էր որոնում իր մոտ։ Ասլանը գտավ, տվեց նրան սպիտակ թաշկինակը, որ իսկույն տարավ դեպի բերանը։ Երբ հեռացրեց թաշկինակը, ես նկատեցի նրա վրա մի կարմիր բիծ, մահվան պես տխուր, հույսի պես խաբուսիկ էր այդ բիծը։ Բայց իմ խիղճը ինձ տանջում էր, ինչպես ծածկեի նրանից, ինչպես չասեի սպասավորի սենյակում պատահած անցքը։ Ես բոլորը պատմեցի։ Նա այդպիսի խենթություններ շատ ունի, ժպտալով ասաց Համարը։ Նա իր հայրենիքի հարազատ զավակն է, իր խենթություններով շատ անգամ ինձ զվարճացնում է։ Հետո ինչու կրկին չպատրաստեց սուրճը, հարցրեց Ասլանը։ Ասաց Աստված չկամեցավ, եթե Աստված կամենար, սրճամանը չէր վիթվի, պատասխանեցի ես։ Նա միայն չէ, որ այդպես է մտածում, Ֆահրատ, խոսեց Համարը դառնալով դեպի ինձ։ Ամբողջ ժողովուրդներ կան, որ այդպես են մտածում։ Իրենք իրենց տգիտությամբ վիթում են իրենց բախտի անոթը և պատճառը Աստծո վրա են դնում։ Համրի կացարանից փոքր-ինչ հեռու մի այլ խույց պատրաստել էին իմ և Ասլանի համար։ Մենք չկամեցանք երկար ձանձրացնել նրան, գնացինք մեր խուցը։ Դուրս գալու միջոցին նա հարցրեց Ասլանից. Առավոտյան իհարկե կրկին կտեսնվենք։ Կտեսնվենք, պատասխանեց Ասլանը։ Այդ վերջին գիշերն էր, որ ես և Ասլանը պետք է միասին անցկացնեինք։ Առավոտյան նա գնալու էր մի հեռու, շատ հեռու ճանապարհ։ Ով գիտե, մյուս անգամ ես բախտ կունենայի տեսնելու նրան։ Ես պատրաստ կլինեի կյանքս տալ, եթե այդ միակ գիշերը երկարեր, շատ երկարեր, տարիներ դառնար, որ նրա մոտ լինեի, նրա վրա նայեի և նրա խոսքերը լսեի։ Այդ էր պատճառը, որ ես նրան հանգստություն չտվեցի։ Եվ երբ մտանք մեր խուցը, անդադար նոր և նոր հարցերով ձանձրացնում էի նրան, չնայելով, որ Համրի սենյակից դուրս գալուց հետո նա խիստ տխուր տրամադրության մեջ էր գտնվում։ Երևում էր, որ սիրելի բարեկամի տկարությունը տանջում էր նրան։ Վանքում ոչինչ ձայն, ոչինչ շշունչ չէր լսվում։ Խորին, բարեպաշտական լռության մեջ նիրհում էր ամեն ինչ։ Լուռ էին զանգակները, որ քարշ էին ընկած կիսակործան աշտարակների գլխից։ Լուռ էին վարսավոր ուռենու տերևները, որ հովանավորում էին մի քանի մոռացված շիրիմներ։ Լուռ էր և լուսինը, որ երբեմն հայտնվում էր և երբեմն թաքնվում էր սպիտակ ամպերի ետևում։ Ամեն ինչ լուռ էր, որպես խորին ինքնուրացություն, և այդ ինքնուրացության մեջ ես պետք է ապրեի, ես պետք է շնչեի մի մարդու մոտ, որին Համր էին կոչում, որի մեջ ևս ամեն զգացմունքներ, ամեն մտքեր նույնպես լռում էին։ Արթուն էր միայն չարագուշակ հազը, որ լսվում էր խորտակված վշտահար կուրծքից։ Նա հիվանդ է, ասացի ես Ասլանին։ Այո, հիվանդ է, պատասխանեց նա տխուր ձայնով։ Ինչո՞վ է հիվանդ։ Բարակացավ ունի։ Որտեղից է ստացել այդ հիվանդությունը։ Նա երկար տարիներ բանտերում տանջվել է, հետո աքսորված է եղել մի ցուրտ երկրում։ Ասում են, որ բարակացավ ունեցողները շատ չեն ապրում։ Նա իսկույն չպատասխանեց, րոպեական մտածությունից հետո ասաց. Դեռևս մի հայտնի վտանգ չէ նշմարվում, ես նրա կուրծքը քննեցի։ Բայց Աստված մի արասցե, եթե նա… Դու այն ժամանակ կսովորես Արփիարի մոտ, ես այդ մասին նրա հետ կխոսեմ։ Արփիարը այնքան սիրելի էր դարձել ինձ, այնքան գրավված էի ես այդ ոգելից երիտասարդով, որ վերջին խոսքերը բոլորովին մխիթարեցին ինձ։ Համրի մոտ երկար մնալով մենք չժամանեցինք վանքի հասարակած սեղանատանը ընթրիք ուտելու։ Մեզ համար դրել էին մեր խուցի սեղանի վրա մի շիշ գինի, մի մեծ կտոր սառը միս և պանիր։
Թե ես և թե Ասլանը մի բան ուտելու ախորժակ չունեինք, բայց ես խմելու սաստիկ ծարավ էի զգում։ Լցրեցի բաժակները մուշի կարմիր անուշահոտ գինիով, մեկը դրեցի Ասլանի առջևը, մյուսը իմ առջև։ Նա վեր առեց իր բաժակը և զարկելով իմին, լուր տարավ դեպի շրթունքները։ Մեր խոսակցությունը կրկին դարձավ համրի վրա։ Առաջ նա ինչով էր պարապում։ Առաջ նա պարապում էր գիտությամբ, նա լավ բնագետ է և մաթեմատիկոս, բայց հետո թողեց գիտությունը։ Ինչո՞ւ։ Նրա կարծիքով մենք հայերս այնքան փոքր թվով պատրաստի մարդիկ ունենք, որ մենք պետք է խնայենք մեր ուժերը ավելի կարևոր պահանջների համար։ Եվրոպայում հազարավոր մարդիկ զբաղված են գիտությունով, նոր հետազոտություններ են անում, նոր գյուտեր են անում, և յուրաքանչյուր տարի գիտությունը հարստանում է բազմաթիվ նոր հրատարակություններով։ Մենք կարող ենք նրանց պատրաստած գրքերը թարգմանել կամ փոխագրել մեր լեզվով։ Գիտությունը ամեն ազգի համար նույնն է մնում։ Բայց կա մի բան, որ Եվրոպան չէ կարող մեզ տալ, որ մենք ինքներս պետք է ստեղծենք։ Ինչ բան։ Ազգային բանաստեղծությունը, որ ամեն ազգ ինքը պետք է ստեղծե։ Համարը թողեց գիտությունը և սկսեց բանաստեղծությամբ պարապել։ Նա բնական տաղանդ ուներ, թեթև սահուն լեզու ուներ, գրում էր ոտանավորներ, գրում էր զանազան պատկերներ, գրում էր և վեպեր։ Նրա աշխատություններից մի քանիսը տպվեցան և կարդացվում էին մեծ ախորժանոք, բայց շատերը անտիպ մնացին և գրավվեցան նրա կալանավորվելու միջոցին։ Ոչնչացրի՞ն։ Ով է իմանում, բայց մենք զրկվեցանք մի բանաստեղծ վիպասանի ամենագեղեցիկ վաստակներից։ Դա առաջինն էր մեր մեջ, որ թողեց երևակայական աշխարհը և իր բանաստեղծություններին նյութ ընտրեց իրական կյանքը և նրա պետքերը։ Դա առաջինն էր մեր մեջ, որ իր վեպերի մեջ սկսեց նկարագրել ճնշված, հարստահարված մարդու թշվառությունները։ Դա առաջինն էր մեր մեջ, որ մի կողմ ձգեց վարձկան բանաստեղծի շողոքորթող բուրվառը, որ դարերով խնկարկում էր մեծատունին և հզորին, և սկսեց երգել շինականի աղքատ խրճիթի տառապանքները։ Ես կրկին ածեցի նրա բաժակը, նա շարունակեց. Ես մասամբ արդարացնում եմ Համրի կարծիքը բանաստեղծության մասին, թեև նա միակողմանի է։ Իրավ է, բանաստեղծությունը և առհասարակ բոլոր գեղարվեստական գրվածքները ազգի թե ոգևորողը և թե ղեկավարողը պետք է լինեն։ Գիտությունը չոր ու ցամաք սնունդ է տալիս մարդկանց մտքերին, բայց բանաստեղծությունը կենդանացուցիչ սնունդ է տալիս նրանց սրտերին, հոգուն, երևակայությանը։ Բանաստեղծը ստեղծում է ժողովրդի համար իդեալներ, բարձր հանրամարտկային իդեալներ։ Եթե ներկայի մեջ չէ գտնում իր իդեալների տիպարները, նա մտնում է պատմության խորքը և ժամանակների հնությունից դուրս է կոչում իր ցանկացած հերոսներին և նրանց պատկերները իրենց վսեմ գործերի նկարագիրներով դնում է ներկա սերունդի առջև, որ նրանցից օրինակ առնեն և նրանց նման լինեն։ Նա ստեղծում է այնպիսի տիպարներ, որոնք ներկայի մեջ դեռ ծնված չէին, այլ ապագայում պետք է հայտնվեին։ Նրա սուր աչքերը տեսնում են ներկայի մեջ այդ չծնված տիպարների ամենափոքրիկ նշմարները միայն։ Նա մարգարեի հոգվով նախատեսում էր, թե տարիներից, գուցե դարերից հետո, որպես այդ նշմարները իրենց սաղմնական դրությունից կաճեն, կզարգանան, կկերպարանագործվեն և կատարյալ ձև ու կազմություն կստանան, և նրանց պատկերները կանխապես նկարում է և դնում է իր ժամանակի հասարակության առջև։ Ճշմարիտ բանաստեղծը գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան։ Ժամանակները նրա ձեռքումն են։ Յուր հերոսներից մեկի թերությունները նա լրացնում է մյուսից առած հատկություններով և ներկայացնում է իբրև կատարելագործված տիպարներ։ Մենք ամեն ինչ դպրոցից ենք սպասում, շարունակեց նա, բայց ժողովուրդը ինքը մի մեծ դպրոց է, որին պետք է կրթել, որին պետք է ուղղություն տալ, որի մեջ պետք է զարգացնել առողջ մտքեր, բարձր գաղափարներ, որի մոլորությունները և կեղտը պետք է մաքրել, իսկ դա այլ կերպ չէ կարող լինել, եթե չենք տա նրա ձեռքը ընթերցանության գրքեր։ Եվ այդ գրքերից ամենազորեղ կերպով ազդում է նրա վեպը,
Բանաստեղծությունը։ Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ։ Այդ կետից համրի հայացքները բոլորովին ճիշտ են։ Ինչ ազգ բանաստեղծություն չունի, նա հազիվ թե ընդունակ կլինի իր համար մի բարվոք դիրք ստեղծել մարդկային հասարակությունների մեջ։ Նա ասաց, որ այժմ մի բան գրում է։ Ինչ է գրում։ Հայոց եկեղեցական պատմություն է գրում, թե ինչ փոփոխության է ենթարկվել հայոց եկեղեցին, սկսյալ Աբգարի օրերից, երբ առաջին անգամ մտավ քրիստոնեությունը Հայաստանում, մինչև մեր օրերը։ Եվ գլխավորապես պետք է բացատրե, թե ինչ կազմակերպություն ուներ լուսավորչի հիմնած եկեղեցին։ Ուրեմն այլևս վեպեր չէ գրում։ Գիտես, նա իր կյանքում շատ է տանջվել, շատ նեղություններ է կրել։ Նրա կյանքը անցել է մի շարք հալածանքների միջից։ Այդ բոլորը մի կողմից, ստացած հիվանդությունը մյուս, նրան ձգեցին մի տեսակ սրտատոչոր մելամաղձության մեջ։ Նա սկսեց ինքնամոռացության մեջ հանգստություն որոնել և հանձն առեց մի այդպիսի դժվարին աշխատություն, որպիսին է եկեղեցական պատմությունը, որ ավելի մտածություն է պահանջում, քան թե երևակայության բանաստեղծական թռիչքը։ Նրա վանք մտնելը և հոգևոր կոչման ցանկությունն անգամ մի տեսակ քմահաճություն է, ինչպես եկեղեցական պատմություն գրելը, որ հետևանք է նույն մելամաղձական դրության։ Նա կամենում է մոռանալ իրեն և նետվում է ամենադժվարին աշխատությունների մեջ, որ ամբողջովին կլանեն նրա մտածությունները։ Բանտի մեջ սկսեց եբրայեցերեն սովորել, հին կտակարանի հետ լավ ծանոթանալու համար։ Նա իսկապես շատ դժբախտ մարդ է։ Նրա մուզան երբեք կյանքի քաղցրություն չէ ճաշակել։ Տխուր ու դառն կերպով անցել են նրա օրերը։ Համարյա ամբողջ գիշերը անցուցինք մենք խոսելով, իմ քունը չէր տանում։ Ասլանը նույնպես գտնվում էր մի տեսակ գրգռված դրության մեջ, որ հատուկ է այն րոպեներին, երբ մարդ պետք է բաժանվե իր սիրեցյալներից և բաժանվե երկար, շատ երկար ժամանակով։ Առավոտյան պետք է նա ճանապարհ ընկներ։ Վանքի դռան մոտ սպասում էր նրա ձին։ Համարը դուրս չեկավ իր խուցից։ Ասլանը ինքը գնաց նրան մնաք բարյավ ասելու։ Հետո մենք միասին ոտով գնացինք մինչև խորենացու գերեզմանը։ Այստեղ նա ինձ կանգնեցրեց։ Այստեղ գրկվեցավ, համբուրվեցավ ինձ հետ և այստեղից իր ձին նստելով ճանապարհ ընկավ։ Ես երկար նայում էի նրա ետևից, բայց ոչինչ չէի տեսնում։ Հեղեղի նման հոսող արտասուքը իմ տեսությունը նսեմացրել էր։ Նա գնաց։ Ուր պարտքը և եռանդը մղում էին նրան։ Նա գնաց, բայց նրա թանկագին հիշատակը միշտ անմոռաց մնաց իմ սրտում։ Որքան աճեցին իմ տարիները, որքան աճեց իմ զարգացումը, այնքան ավելի աճեց և մեծացավ իմ աչքում հարգելի մարդը, որ այնպես ջերմ, անձնազոհ կերպով նվիրված էր իր հայրենիքի բարօրության գործին։ Ամրոցի աղջիկը։ Անցան տարիներ, քանի տարիներ լավ չեմ հիշում։ Տխուր և ծանր էին ժամանակները։ Կարծես մի բան բոլոր սրտերի վրա ճնշում էր, բոլորին շվարեցնում էր։ Մարդիկ դժգոհ էին, բայց չգիտեին, թե ինչ բանից են դժգոհ։ Տիրում էր ընդհանուր վհատություն, ընդհանուր թախծության հետ։ Ոչինչ մխիթարական չկար, ոչինչ չէր զորացնում բեկված սրտերը։ Ամեն ոք մի խուլ անբացատրելի տագնապի մեջ էր գտնվում։ Կարծես օդի մեջ շարժվում էր մի դիվական շունչ, որ բոլորի վրա սարսափ էր ազդում։ Մի բան սպասվում էր։ Գիշերները մարդիկ տանից դուրս չէին գալիս։ Ցերեկը շինականները խումբերով էին գնում իրենց դաշտային մշակությունները անելու։ Անասունները գյուղերից շատ հեռու չէին քշում արածացնելու համար։ Աղքատը դժգոհ էր, որ ոչինչ չունի, հարուստը դժգոհ էր, թե ինչպես պահե ունեցածը։ Ճանապարհները դատարկվել էին, քարավանների երթևեկություն չկար։ Լեռների մեջ ամեն քար, ամեն ժայռ ավազակ էր դարձել, անցնելու հնար չկար։ Ինքը բնությունը զայրացել էր, պատժում էր մարդիկներին։
3 տարի շարունակ երաժշտությունից հետո սկսվեցավ կատաղի սովը։ Քուրդերը իրենց երեխաներին ածել էին բազարներում և անցնողներին ասում էին. «Տարեք, պահեցեք, ձեզ ծառա և ստրուկ դարձրեք, միայն հաց ուտացրեք, որ չմեռնեն»։ Շունը, կատուն արժեք ուներ, բայց մարդկանց որդիները արժեք չունեին։ Փողոցները ծածկված էին նվաղած, գունատված սովալուկներով։ Ամեն կողմից վատ լուրեր էին լսվում։ Մուշ քաղաքի մեջ սովատանջները հարձակվել էին արքունի հացի ամբարների վրա և բոլորը հափշտակել էին։ Վանի մեջ հրդեհել էին 1000-ից ավելի խանութներ և վաճառքները կողոպտել էին։ Այն գիշերը հեռու տեղերից եկած գյուղացիներ քաղաքի պարիսպների մոտ բեռնավորում էին իրենց գրաստները հափշտակած կողոպուտով։ Արտոս լեռան ստորոտներում, յուր չադրի մեջ, մի անհայտ չարագործ սպանել էր Նեհրիի նշանավոր շեյխին։ Մի քանի գողեր մտել էին Վանի հայոց առաջնորդի քնարանը և դանակի ծայրը նրա կուրծքի վրա դնելով, սրբազանին բաց անել էին տվել ոսկիների սնդուկը։ Վանի ծովակի վրա երևացել էին ջրային ավազակների նավակներ։ Շատախի գայմագամի կնոջը երկու երեխաների հետ մի ուխտատեղից վերադառնալու միջոցին բռնել տարել լեռների մեջ պահել էին, 1000 ոսկի փրկանք էին պահանջում բաց թողնելու համար։ Կառավարությունը տագնապի մեջ էր։ Նա, ինչպես այլ խոսքով ասում են, գլուխը կորցրել էր, չգիտեր ինչպես առնել չարիքի առաջը։ Մինչև մի տեղ հայտնված անկարգությունը խաղաղեցնում էր, նրա փոխարեն ուրիշ տեղերում հայտնվում էին ավելի վատթար անկարգություններ։ Բաղեշում մի կին օր ցերեկով մտել էր ոստիկանության սենյակը և ատրճանակով սպանել էր ոստիկանության պետին։ Վատ էին ժամանակները, շատ վատ։ Տեղ֊տեղ պատահում էին ներքին կռիվներ, ներքին ընդհարումներ։ Տեղ֊տեղ հայտնվում էին ասպատակներից տվար խումբեր, ոչնչացնում էին ամբողջ գյուղորայք և դարձյալ ուրվականների նման աներևույթ էին լինում։ Մարդ չգիտեր, թե վտանգը որ կողմից է գալու, որ նրա համար պատրաստ լինի։ Բանտերը լցվում էին կալանավորներով, բայց անկարգությունը ավելի և ավելի աճում էր։ Վանի միջնաբերդի զինարանը, վառոդի մթերանոցները մի գիշեր դեպի օդ ցնդեցին։ Նույն գիշեր այրվեցավ փաշայի պալատի մի մասը։ Սպանությունները թիվ ու չափ չունեին։ Ամեն մարդ գիշերը սարսափելով էր յուր գլուխը դնում բարձի վրա, առանց հույս ունենալու, թե առավոտյան կենդանի կվերկենա։ Կյանքի և կայքի ապահովությունը վտանգի մեջ էր։ Ամեն ոք յուր վերարկուի տակ սուր էր մանածում, սպասելով, որ թշնամին ետևում կանգնած է։ Երբեմն ժողովրդի մեջ տարածվում էին զանազան լեզուներով տպված թղթի կտորներ։ Այդ թղթերը այնպես էին ծածկում փողոցները, կարծես կարկուտի նման երկնքից էին թափվում։ Ինչ էին ուզում, ինչ էին պահանջում, ոչ ոք չէր հասկանում։ Թե մեչիտներում և թե եկեղեցիներում աղոթում էին, որ մի հանգստություն լինի։ Մոլլան և տերտերը խրատում էին սրիկաներին, որ խելքի գան, բայց Զեյթունից ապստամբության ձայն էր լսվում։ Արզրումի մեջ որոնում էին մի ինչ֊որ դավադրություն, իսկ որսում այդ միջոցին զբաղված էին երկու հանելուկային թվերով՝ 16 և 61։ Այդպես անցավ գարունը, այդպես անցավ ամառը, այդպես անցավ և աշունը։ Եկավ սաստիկ ձմեռը և թանձր ձյունը փակեց բոլոր ճանապարհները։ Մի քանի շաբաթ էր, որ հաղորդակցությունները դեպի ամեն կողմ կտրված էին։ Ծերունիները խոսում էին, թե մի այդպիսի ձմեռ իրենց կյանքում չէին տեսել։ Գյուղերում փողոցները ձյունով լցված էին։ Ձյունը բարձրացել էր մինչև կտուժները։ Հարևանները ձյունի տակից էին միմյանց տունը գնում։ Սով այդ ժամանակ ավելի սաստկացավ։ Սովը մարդիկներից անցավ և վայրենի անասունների և թռչունների մեջ։ Ձյունը այնպես էր լցրել դարուփոս, սար ու ձոր, որ բաց տեղ չէր մնացել։ Վայրենի անասունները ճարակ չգտնելով մոտեցել էին մարդկանց բնակարաններին։ Աղբյուրները, գետակները սառել էին։ Վայրենի բադերը, սագերը մնացել էին ձյունի երեսին։
Մարդիկ հալած սառույցով էին զովացնում իրենց ծարավը։ Ամեն ոք մտածում էր, թե աշխարհի վերջը հասել է։ Մտածում էր, թե երկինք, երկիր, մարդ, անասուն, բոլորը կսառչեն և կկազմեն մի մեծ սառցային զանգված։ Ահա այդ ձմեռվա գիշերներից մեկում, քոհնաշահարի մոտ, մեզ ծանոթ արաբական մինարեթում, քարե հատակի վրա կրակ էր վառվում։ Մի խումբ զինված մարդիկ, բոլորած կրակի շուրջը, տաքանում էին։ Իսկ մինարեթի դրսում, դռան մոտ, նրանց ձիաները գարի էին ուտում գլուխներից քարշ ընկած տոպրակներից։ Գիշերը մթին էր։ Ձյունային տարափը այնպես ազատությամբ մաղվում էր երկնքից, որ մտածում էիր, թե մի քանի րոպեում ամբողջ երկիրը կծածկե, կանհետացնե թանձր խավի տակ։ Ձիաների մոտ մեկը, փաթաթված յուր վերարկուի մեջ, կծկվել էր պատի տակին։ Նա անշարժ էր, որպես արձան, միայն շարժվում էր, երբ թափ էր տալիս վերարկուն, որ յուր վրա հավաքված ձյունը մի կողմ թափվի, և դարձյալ ընդունում էր յուր անշարժ դիրքը։ Անշարժ էին և նրա աչքերը, կարծես ցուրտը սառեցրած լիներ նրանց։ Նրանք նայում էին խավարի մեջ, միշտ միևնույն կետի վրա, և ամենևին չէին շեղվում դեպի մի այլ կողմ։ Ինչ էր դիտում նա այն մթության մեջ, Աստված գիտե, բայց նա շարունակ նայում էր։ Ոչ մի կենդանի արարած այդ միջոցին չկար շրջակա ամայության մեջ, ոչ մի ձայն չէր լսվում, և բամբակի նման փափուկ ձյունային տարափն անգամ ձայն չէր հանում։ Մինարեթի ներսում խարույկի շուրջը խմբված մարդիկ նույնպես ձայն չէին հանում, նրանք միայն ծխում էին։ Դրսում մենավոր պահակը դեռ նայում էր։ Հանկարծ այն կողմում, որ կողմ հառած էին նրա անշարժ աչքերը, հեռվից երևաց լույսի փայլփլող մի նշույլ։ Այդ լույսը հրեղեն լեզվի նման կանգնած էր բարձր, շատ բարձր օդի մեջ։ Եթե նրա շառագույն փայլը չլիներ, կարելի էր մի լուսավոր աստղի տեղ ընդունել։ Բայց երկինքը այդ գիշեր այնպես ամպամած էր, որ աստղերը բնավ չէին երևում։ Հրեղեն լեզուն կանգնած էր միևնույն կետի վրա։ Նա երբեմն աճում էր, երբեմն նվազում էր, իսկ երբեմն բոլորովին անհայտանում էր և մի քանի րոպեից հետո դարձյալ երևում էր։ Այդ տեսնելով մենավոր պահակը ցնցվեցավ որպես մի մարդ, որ լարում է յուր ուշադրությունը։ Համարյա միևնույն վայրկյանում, երբ հայտնվեցավ առաջին հրեղեն լեզուն, նրա հորիզոնական ուղղությամբ, մոտ 200 քայլ հեռավորության վրա, հայտնվեցավ մի այլ լույս, բոլորովին նման առաջինին։ Այդ երկու լույսերը, երկու բևեռական աստղների նման, հակառակ կողմից կանգնած էին միմյանց հանդեպ։ Այժմ մենավոր պահակի աչքերը սկսեցին շարժվել։ Նա երբեմն նայում էր առաջինի, երբեմն նայում էր երկրորդի վրա։ Շատ չանցավ, երկու հրեղեն լեզուները աճեցին և երկու ջահերի ձև ստացան։ Այդ միջոցին նրանք երևան հանեցին երկու ձեռքեր, որ բռնած ունեին այդ ջահերը, և երկու կանացի գլուխներ, մինչև կուրծքը։ Այդ հերարձակ գլուխները երկու ֆուրիաների նմանություն ունեին, մեկը մանկահասակ էր, մյուսը պառավ։ Առաջինի դեմքը ժպտում էր, երկրորդի վրա երևում էր կատաղություն։ Այնպես էր թվում, որ այդ երկու գլուխները իրենց բռնած ջահերով կախված լինեին օդի մեջ։ Բայց զորեղ աչքը կարող էր նկատել, որ նրանք երևում էին երկու բարձր աշտարակների կատարից, որոնց վերին մասը լուսավորված էր ջահերի լույսով։ Երկու աշտարակները կազմում էին մի ամրոցի ճակատի երկու անկյունները։ Այդ երևույթը այնքան կարճատև եղավ և այնպես շուտ անցավ, որ տեսնողը կկարծեր, թե երևակայության մի խարդավանք է։ Այդպես չկարծեց մենավոր պահակը։ Նա հանդարտ վեր կացավ յուր նստած տեղից, մոտեցավ ձիաներից մեկին և սկսեց սանձը գլուխը դնել։ Նրա սուլելու ձայնից մինարեթի մեջ նստած մարդիկ նույնպես ոտքի ելան, և յուրաքանչյուրը լուռ մոտեցավ իր ձիուն։ Մի քանի րոպեից հետո ամբողջ ասպախումբը անհայտացավ գիշերային խավարի մեջ։ Ձյունը շարունակում էր տեղալ։ Այդ միջոցին բարձրացավ մի թեթև քամի, որ սկսեց տարուբերել ձնային հոսանքը։ Քամին հետզհետե սաստկանում էր, սպառնալով բուք, բորան։ Ցուրտը կարծես ածելիի նման կտրատում էր մարդու երեսը,
ականջները, ձեռքերը։ Թուքը բերանի մեջ սառցնելու չափ ցուրտ էր։ Փոթորիկը ավելի սաստկացավ։ Քամին մռնչում էր և պտտացնելով ձնային տարափը օդի մեջ, նույն մետալական ձայնն էր հանում, որպես հնչում էր նա, երբ ուժգին սաստկությամբ անցնում էր արտերի հասունացած հասկերի վրայով։ Անցավ մի կամ երկու ժամ։ Նույն կողմում, որտեղ երևացին երկու ջահերը, այժմ տեղ-տեղ բարձրանում էին հազիվ նշմարելի կապտագույն բոցեր։ Երբեմն լսվում էր խուլ դղրդյուն, կարծես մի շինվածք քանդվում էր, քայքայվում էր։ Քամին խլացնում էր բոլոր ձայները, իսկ ձյունային փոթորիկը երբեմն ծածկում էր բոցերի նշույլները։ Բայց դարձյալ մերթ ընդ մերթ խավար մթնոլորտը լցվում էր միլիոնավոր հրեղեն կայծերով, որպես թե դրանք դուրս էին վազում մի ահագին հրանոթի բերանից։ Բոցերը, որ սկզբում հայտնվեցան զանազան կետերի վրա, հետզհետե աճելով մի քանիսը միախառնվեցան և կազմեցին լայնածավալ հրեղեն հոսանք։ Շրջակայքը լուսավորվեցավ։ Այժմ պարզ երևում էին բարձր պարիսպներ և բարձր աշտարակներ։ Մի հին ամրոց այրվում էր ծառազարդ շրջապատի մեջ։ Կրակը խանգարեց սպիտակ աղավնիների գիշերային հանգստությունը, որոնք բույն էին դրած աշտարակների վերին դարանների մեջ։ Նրանք շփոթված, սարսափած դուրս թռան իրենց բույներից և խելագարի պես ճախրում էին, սավառնում էին աշտարակների կատարների վրա։ Այստեղ այրվում էին նրանց ձագուկները։ Ձնային սպիտակ պատառները, խառնվելով այդ սպիտակ թռչունների մրրիկի հետ, հրեղեն լուսավորության մեջ ներկայացնում էին մի տխուր, սրտաշարժ տեսարան։ Կրակը վրդովեցրեց ախոռատան նժույգների հանգստությունը, որոնք խրտնած, կապակոտոր եղած, դուրս նետվեցան կիսավառ դռներից և կատաղաբար վազվզում էին ամրոցի շուրջը, ձյունային փոշիների մեջ։ Հմուտ ձիապանների ձեռքի տակ սնված, փայփայված անասունների, որի գեղեցիկ բաշտն էր խանձված, որի թավամազ ագին էր այրված, որը օրհասական տագնապի մեջ դողդողում էր, ընկնում էր, թաղվում էր ձնային խորության մեջ։ Կրակը դուրս քշեց որսորդական շների, բարակների բազմությունը, որոնք արծաթյա վզկապներով, նախշուն մահուդյա ջուլերով, մոլորված, շվարած, չգիտեին, թե որ կողմը փախչեն։ Անտեր անօգնական թափառում էին տիրոջ սիրելիները և իրենց տխուր, մահագուշակ վայուններով հնչեցնում էին ամրոցի շրջակայքը։ Կրակը դուրս քշեց և հարեմի փափկասուն գեղեցկուհիներին, որոնք դուրս թռչելով մետաքսյա անկողիններից, կիսամերկ, հերարձակ, բոբիկ ոտներով վազվզում էին ձյուների մեջ և թաքչելու տեղ չէին գտնում։ Նրանց լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը խլանում էին ամրոցի կործանվող կամարների դղրդյունի մեջ։ Սևամորթ ներքինիները, շվարած, շփոթված, չգիտեին իրենց գլուխը ազատեն, թե իրենց խանումների պաշտպանությանը դիմեն։ Այդ բոլորը կատարվում էր հրդեհի լուսավորության մեջ, բոցերի և կայծերի փայլատակության մեջ։ Կրակը մի հսկա վիշապի նման լափում էր ամրոցի զարդարանքները և ինչ որ չէր կարողանում կլանել, դուրս էր ժայթքում։ Դրսում, հուսահատ անկարգության մեջ, խառնված էին միմյանց հետ ամրոցի շարժական հարստությունները, ձիաները, որսորդական շները, հարեմի գեղեցկուհիները, սևամորթ ներքինիները, իսկ ներսում ինչ որ փախչել չէր կարող, այրվում էր։ Այրվում էր մետաքսը, այրվում էր շալը, այրվում էին արծաթն ու ոսկին։ Երբեմն լսվում էին խուլ նետումներ և քամին բերում էր վառոդի անախորժ հոտը։ Երբեմն հրեղեն լուսավորության մեջ երևում էր սրերի փայլը։ Մարդիկ կանգնում էին, մարդիկ ընկնում էին, այնտեղ խոցոտում էին միմյանց։ Հրդեհը ավելի տարածվեցավ։ Այժմ այրվում էին ամրոցի շրջապատի դարևոր ծառերը։ Լուսավորությունը ճառագայթելով ձնային սպիտակ հարթադաշտի վրա, աչք էր շլացնում։ Այդ միջոցին միևնույն ձիավորները, որ դուրս եկան արաբական մինարեթից, հայտնվեցան պայծառ բոսորային լուսավորության մեջ։ Ձիավորներից մեկին ետևից գրկած ուներ մի մանկահասակ կին։ Ձին արագությամբ վազում էր, պատառոտելով ձյունի թանձրությունը։
Եթե սառցային փոշին արգելք չլիներ, կարելի էր ճանաչել Կարոյի այրական դեմքը։ Նրա ետևից ոտքով վազ էին տալիս երկու արարածներ, նույն պառավը և նույն մանկահասակ օրիորդը, որ ջահերը ձեռներին առաջին անգամ հայտնվեցան աշտարակների բարձրության վրա։ Դրանցից մեկը Հյուբին էր, մյուսը պառավ Սուսանը։ Հյուբին առեց վրեժը, Հյուբին ազատեց մորը, որ տարիներով փակված էր Դիմբուլիների անմատչելի ամրոցի մեջ։ Անհայտ ապագա Ա Անցան տարիներ, որքան տարիներ հայտնի չէ։ Գարնանային արեգակը դեռ նոր սկսել էր քաղել ճոխ բուսականության տերևներից վաղորդյան ցողը։ Դեռ նոր քնեած թռչունները հնչեցնում էին լեռների, անտառների թավուտները իրենց ուրախ ձայներով։ Օդը լցված էր նուրբ, հոգեպարար մառախուղով։ Արեգակի առաջին ճառագայթները, անցնելով այդ մառախուղի միջով, կարծես անցնում էին սպիտակ շղարշի թափանցիկ տարածության միջով։ Այդ մշուշի միջով նկարվում էին հեռավոր լեռները իրենց սպիտակափառ գագաթներով։ Այդ մշուշի միջով երևում էր վանածովակը իր գեղագրական եզերքով։ Այդ մշուշի միջով նշմարվում էր ջրային հսկա լողորդը, որը, իբրև մարմնացած առաջադիմություն, սլանում էր արագ և արագ, թողնելով ծովի խաղաղ մակերևույթի վրա մի արծաթափայլ շավիղ, իսկ օդի մեջ ծխային երկար ժապավեն։ Ոստանից ոչ այնքան հեռու գտնվում էր Ռազմիրան գյուղը։ Այդ գյուղը յուր գեղեցիկ դիրքով ամենահին ժամանակներում Ռշտունի իշխանների զբոսավայրն էր, իսկ հետո արծրունի իշխանների ամառանոցը դարձավ։ Բայց այժմ նրա մի կողմում, կանաչազարդ բարձրավանդակի վրա, կանգնած էր մի սիրուն քարաշեն տուն։ Նրա մի ճակատը նայում էր դեպի կապուտակ ծովը, իսկ մյուս ճակատը դեպի մի գեղեցիկ պարտեզ, որ տան առջևից տարածվում էր դեպի ներքև և լայն, սառազարդ թումբերով աստիճան առ աստիճան իջնում էր մինչև ձորը։ Պարտեզում, այգեպանի սուր դանակը ձեռին, աշխատում էր մի մարդ։ Տարիների ալիքները դեռ նոր էին սկսել արծաթագրել նրա գլխի սև մազերը, իսկ թուխ դեմքի վրա դեռևս պահպանվել էր երիտասարդական աշխույժը։ Նա զգուշությամբ ճեղքում էր մատաղ տունկերի կեղևը և ճեղքվածքի մեջ անցկացնելով նորաբողբոջ յուղեր, կապում էր փափուկ թելով։ Նրա մոտ կանգնած էր մի փոքրիկ աղջիկ, գարնանային թեթև հագուստով և հարդյա մեծ գլխարկով, որի լայն եզերքը հովանիի նման հասնում էին մինչև ուսերը։ Նա ձեռքում բռնած ուներ ջրով լի թիթեղյա մի թաս, որի մեջ լողում էին դալար բողբոջներ։ Առավոտյան զովոթը պայծառ վարդագույն երանգով ներկել էր այդ գեղեցիկ հրեշտակի լիքը թշերը, որ կապած էին սպիտակ թաշկինակով։ Բայց այդ չէր արգելում նրան իր անվերջ շատախոսությամբ ավելի խանգարել հորը, քան թե օգնել նրան։ Դրան ասում են պատուհաս, հայրիկ։ Պատվաստ, ուղղեց հայրը։ Դու երբ պետք է սովորես այդ բառը, Աշխեն։ Սովորեցա, հայրիկ, պակուտաս, այդպես չէ։ Հիմա ավելի փչացրիր։ Ինչ անեմ, լեզուս չէ բռնում։ Մինչև այդ բառը ուղիղ չարտասանես, մայրիկին կասեմ, որ նախաճաշիկի ժամանակ քեզ քաղցր չտա։ Աշխենը մի քանի անգամ ևս զանազան ձևերով շուռ տվեց անտանելի բառը, բայց ոչ մեկը պատվաստ չդուրս եկավ։ Նա իր դժվար դրությունից ազատվելու համար խոսքը փոխեց։ Ինչու ես կտրատում ճյուղերը, հայրիկ, ափսոս չէ։ Հայրը բացատրեց նրան պատվաստի նշանակությունը ավելացնելով. Եթե այդ ավելորդ անպետք ճյուղերը չկտրատեմ, դու այն քաղցր հոտավետ խնձորները, որ ուտում ես ձմեռը, այլևս չես ուտի։ Երբ խնձոր կտա, հայրիկ, ով է իմանում, 10 տարուց հետո։ Ինչու 10 տարուց հետո, կարելի է 3 կամ 4 տարուց հետո, զավակս։ Բայց թող այդ մեկն էլ ես կապեմ։ Աշխեն, հանգիստ կաց, կփչացնես։ Ինչու եմ փչացնում, երեկ այն կեռասենին ես կապեցի, փչացավ։ Նա սկսեց կապել պատվաստի վերքը։
Փոքրիկ մատիկները արագությամբ գործում էին, իսկ անհանգիստ լեզուն խոսում էր։ Գիտես, մայրիկը ճաշի համար ինչ է պատրաստում։ Ինչ է պատրաստում։ Շատ ու շատ բան է պատրաստում, 10 տեսակ։ Ասում է, այսօր Արփիարը և Հյուբին պետք է գան մուշից։ Արշակին էլ կբերեն, չէ հայրիկ։ Կբերեն։ Ես Արշակին շատ եմ սիրում, Հյուբիին էլ եմ սիրում, Արփիարին էլ եմ սիրում, բայց Արշակին շատ եմ սիրում։ Հիմա Արշակը մեծացած կլինի, հայրիկ, հիմա խոսելիս կլինի։ Ախ, որքան ժամանակ է չեմ տեսել Արշակին, 10 ամիս կլինի։ 10 ամիս որտեղից կլինի, նկատեց հայրը։ Զատկին մեր տանը չէին։ Այդ միջոցին Բարտեզի ցանկապատի մոտով անցնում էր մի սիրուն տղա, որ Աշխենից 2 տարով հազիվ մեծ կլիներ։ Գրքերը թևքի տակին գնում էր նա դեպի գյուղական ուսումնարանը։ Տեսնելով քրոջը, մոտեցավ և ցանկապատի ետևից ասաց. Աշխեն, ինչու չես գնացել ուսումնարան։ Աշխենը փոքրիկ ձեռքը տարավ դեպի թշերի վրա կապած սպիտակ թաշկինակը, պատասխանելով. Չես տեսնում, ինչպես գնամ։ Ծույլ, ծաղրելով նկատեց եղբայրը։ Ամեն օր երեսդ կապում ես, թե ատամս է ցավում։ Քո ատամի ցավը չպրծավ։ Աշխենը չհամբերեց եղբոր կծու նկատողությանը, այլ 2 ձեռքերը բարձրացնելով և բոլոր մատները բաց անելով, ասաց. Դու գնա, գիտեմ, որ դասերդ չես սովորել։ Որքան զրո ես ստանալու, 10 զրո, տեսնում ես։ Եղբայրը ետ չնայեց և հեռացավ։ Հայրը սկսեց ժպտալ իր զավակների վրա։ Արամ, ձայն տվեց նրա ետևից։ Վարժապետիդ ասա, որ ճաշին մեզ մոտ լինի, ասա, որ Արփիարը այսօր գալու է մուշից։ Աշխենը սկսեց ինքն իրեն մրթմրթալ։ 10 օր է, որ ատամս ցավում է, նա ասում է, որ սուտ եմ երեսս կապել։ Այդ քո 10-ից մենք չազատվեցանք, Աշխեն, ծիծաղելով նկատեց հայրը։ 10 օրից որտեղից կլինի, 2 օր է, որ քո ատամը ցավում է։ 10 թիվը մի խորհրդավոր թիվ էր փոքրիկ Աշխենի լեզվում, այդ թվով լրանում էին նրա ամեն հաշիվները։ Դե զավակս, վազիր ներքև, այգեպանին ասա, որ այստեղ գա, այ այնտեղ, թթենիների ծառաստանի մեջ կլինի, տերևներ է կտրատում շերամի համար։ Աշխենը թիթեռնիկի արագությամբ անհայտացավ խիտ ծառաստանների մեջ, որոնք նրան այնքան ծանոթ էին, որքան իր պահարանի խաղալիքները։ Բայց մի քանի րոպեից հետո վազվզելուց շնչասպառ եղած վերադարձավ միայն դատարկ լուր բերելով։ 10 անգամ կանչեցի, ձայն չտվեց։ Դարձյալ 10, տո չարաճճի, ես քո ձայնը միայն մեկ անգամ լսեցի։ Սուտերել ես իմանում խոսել, հա, ասաց հայրը ծիծաղելով։ Աշխենը գլուխը քարշ ձգեց, և նրա փափուկ թշերը ավելի կարմրեցան։ Հայրը բռնեց նրան և սկսեց փայփայել մետաքսի նման գեղածավալ գիսակները, որ սփռվել էին ուսերի վրա։ Այդ սիրող հայրը Կարոն էր։ Նա մի ժամանակ դանակով մարդիկ էր մորթում, իսկ այժմ դանակով պատվաստ էր անում։ Զարմանալի փոփոխություն դարերի։ Պահանջները փոխվելով, նա փոխեց և իր պարապմունքների ձևը։ Արյան հետ խաղացող մարդը այժմ զբաղված էր երկրի մշակությունով։ Նա իր տան լուսամուտներից ամեն օր տեսնում էր Ոստանի հին ամրոցի ավերակները, տեսնում էր իր նախահարց, ղարամելիքների խորտակված իշխանության բեկորները։ Նա այդ փլատակների մոտ հիմնեց ոչ թե ամրոց, այլ մի տուն, որ գյուղատնտեսական բոլոր հարմարություններն ուներ։ Նրա նախնիքը ժողովուրդ էին կառավարում, իսկ նա կառավարում էր այժմ մի բարեկարգ, օրինակելի տնտեսություն։ Տան գլխավոր դռան սեմի մոտ, որ նայում էր դեպի պարտեզը, նստած էր մի պառավ կին։ Վաղորդյան արեգակի ջերմ ճառագայթները կորչում էին նրա պղնձյա դեմքի խորին կնճիռների մեջ։ Ճերմակ հոնքերի երկար մազերը, միախառնվելով դեռ իրենց սև գույնը պահպանած թերթերունքների հետ, մի առանձին վսեմություն էին տալիս նրա խորախորուրդ աչքերին։ Նա նստած էր անշարժ, որպես մտածության արձանը։
Նայում էր դեպի գեղեցիկ պարտեզը, ուր աշխատում էր Կարոն։ Նայում էր դեպի սիրունիկ երեխաները, որ պտտվում էին նրա շուրջը։ Նայում էր դեպի կանաչ լայնածավալ անդաստանները, որ Կարոյի մշակության արդյունքն էին։ Նայում էր դեպի բլուրների վրա արածացող անասունները, որ Կարոյի ախոռատնից էին դուրս եկել։ Նայում էր, և պառավի երկար տարիներով վշտացած սիրտը լցվում էր անսահման մխիթարությամբ։ Որքան տանջանք, որքան հալածանք էր կրել այդ զառամյալ պառավը, որքան թափառել էր նա, իսկ այսօր տեսնում էր իր դառ աշխատությունների քաղցր պտուղը և ուրախանում էր։ Դա պառավ Սուսանն էր։ Այստեղից երևում էր գյուղը։ Առավոտյան կիսամռայլի մեջ նա ավելի գեղեցիկ էր երևում, այլևս հին, գետնափոր խրճիթները չկային։ Այնտեղ ներքևում, մի հովտաձև տափարակի վրա, մինը մյուսի մոտ շարքով բարձրանում էին ծառազարդ տները, ուղիղ և լայն փողոցների վրա։ Շինական կոկիկ եկեղեցին, նրա մոտ դպրոցի շենքը աչք էին շլացնում։ Առողջ գյուղացիները մաքուր հագնված, յուրաքանչյուրը գոհ և ուրախ, դիմում էին իրենց գործին։ Կարծես ամեն օր այդ մարդկանց համար տոն էր, կարծես նրանք երբեք վիշտ ու նեղություն չէին տեսել։ Պառավը շարունակում էր նայել։ Դուրս եկավ մի վայելչահասակ կին, թուխ դեմքով, սևորակ, կրակոտ աչքերով, խոհանոցի ղենջակը գոգնոցի տեղ կապած։ Այդ նազելի կինը, թեև վաղուց անցուցել էր երիտասարդական տարիները, բայց դեռևս չէր կարելի առանց հիացմունքի նայել նրա վրա։ Նա ներկայացնում էր գեղեցկությունը իր հասունության մեջ։ Նա մի ժամանակ Դիմբուլիների ամրոցի զարդն էր, հափշտակված Աֆղանիստանի անապատներից, իսկ այսօր մի շինական խաղաղ տան ժրաջան տանտիկինն էր։ Դա պառավի աղջիկն էր, Կարոյի կինը և Հյուբիի մայրը, գեղեցիկ Ասլին։ Տեսնելով պառավին սեմի մոտ նստած, կարեկցաբար դիմեց նրան։ Մայրիկ, դու դեռ երեկ գանգատվում էիր ոսկրածավից, այժմ դարձյալ նստել ես այդ սառը քարի վրա։ Իմ ոսկորները սառի ու քարի վրա են պնդացել, զավակս, պատասխանեց պառավը և չշարժվեցավ իր նստած տեղից։ Ասլին չհակառակեց նրա համառությանը, ներս մտավ և իսկույն դուրս բերեց մի փոքրիկ օթոց, խնդրեց նստել նրա վրա, որը դժվարությամբ ընդունեց պառավը։ Ասլին անցավ պարտեզը, ուր աշխատում էր նրա ամուսինը։ Անցավ վարդենիների և հասպիկի ծառուղիների միջով։ Կշտից քարշ ընկած մկրատը տարավ դեպի մի խոշոր սպիտակ վարդ, կտրեց և խրեց կուրծքի վրա։ Հետո քաղեց երկրորդը, երրորդը, զանազան գույներով և ճաշի սեղանի համար մի գեղեցիկ փունջ պատրաստեց։ Մայրիկ, ձայն տվեց հեռվից փոքրիկ Աշխենը։ Մայրը մոտեցավ։ Տես, այդ մեկը ես կապեցի։ Նա ցույց տվեց իր կապած պատվաստի ճյուղը։ 10 տարուց հետո կարմիր խնձոր կտա։ Մայրը գրկեց աղջկան և համբուրեց, հետո դարձավ դեպի ամուսինը հարցնելով. Այլևս ովքեր կլինեն ճաշին։ Մերոնք, պատասխանեց այրը, մերթ նայելով կնոջ վրա և մերթ նրա փնջած ծաղիկների վրա, կարծես կամենալով ստուգել, թե դրանցից որն ավելի անուշահոտ է։ Դու ասացիր, որ ուրիշ հյուրեր ևս կլինեն։ Ուրիշ հյուրեր չեն լինի, միայն մեր վարժապետը և մեկ էլ մեր հարևան քուրդ Աղասի բեկը։ Աղասի բեկը հազիվ թե կարող լինի գալ, նկատեց կինը։ Նրա որդին սաստիկ հիվանդ է, արդեն մի շաբաթ կլինի, որ դպրոց չէ գնացել։ Վտանգը պետք է անցած համարել, երեկ բժիշկը ինձ ասաց, թե այժմ առողջանալու վրա է, պատասխանեց այրը։ Կինը ուրախացավ։ Աշխենը խնդրեց մորից, որ փունջը իրեն տա, ինքը տուն կտանե։ Մայրը կատարեց նրա ցանկությունը։ Օ, որքան շատ գույներ կան այստեղ, 10 գույն, զարմանալով բացականչեց նա և վազեց դեպի տուն։ Մայրը նույնպես հեռացավ։
Կարոն նայում էր նրանց ետևից և կոշտացած ձեռքով սրբում էր ուրախության արտասուքը։ Դրանք այն ամուսիններից էին, որոնց վրայով տարիները անցնում էին, մարդը ծերանում է, իսկ սերը մանկանում է։ Կեսօրից առաջ Քարաշեն տան դռանը մոտեցավ մի ճանապարհորդական կառք։ Ցած իջավ մի ծիծաղադեմ երիտասարդ, թեթև մորուքով և ցած բերեց մի մանկահասակ կնոջ։ Նրանցից հետո վեր եկավ աղախինը, որ գրկած ուներ մի կլորիկ երեխա։ Հյուբի արփիար անունները հնչեցին ուրախաձայն աղաղակներով և դռներից դուրս սթափվեցան ընդունելու թանկագին հյուրերին։ Մեկը Կարոյի փեսան էր, մյուսը նրա դուստրը։ Մի քանի ժամից հետո խաղաղ գերդաստանը բոլորեց ճաշի սեղանի շուրջը։ Նա գոհ էր, որովհետև ապրուստի ամեն հարմարություններ ուներ։ Նա երջանիկ էր, որովհետև վայելում էր ընտանեկան քաղցր, անսպառ բերկրությունը։ Եթե մի մարդ անցնելու լինի Աղբակ գավառի Սուրբ Բարդուղիմեոս առաքելո վանքից դեպի Բաշ֊Կալե տանող ճանապարհով, վանքից ոչ այնքան հեռու, իսկույն կնկատե, որ ամեն առավոտ մի ծերունի, ձյունի պես ճերմակ մազերով, հեծած նույնպես ճերմակ ձիու վրա, մի շրջան է կատարում լեռնահովիտների միջով, և ապա, երբ միջօրեի տոթը սկսում է այրել, վերադառնում է դեպի Մերձակա գյուղը։ Սպիտակ ձին նույնպես ծեր է, որպես նրա տերը։ Առջևի աջ ոտքից կաղում է նա։ Տարիներ, շատ տարիներ առաջ այդ ոտքից նա գնդակ ստացավ մի կռվի մեջ, բայց այդ չէ արգելում նրան դեռևս ծառայել իր տիրոջը։ Այդ հավատարիմ զինվորական ձին ապրել և գործել է իր տիրոջ հետ։ Մի ժամանակ միասին զանազան արշավանքներ էին կատարում։ Անցան կռիվները, տիրեց հանգստի և խաղաղության ժամանակը։ Այսօր միասին շրջում են մշակության, հունձքի, պտղաբերության դաշտերի վրա։ Խելացի ձին այնքան ընտելացած է իր տիրոջ սովորություններին, որ գիտե, թե ամեն առավոտ դեպի որ կողմերը պետք է տանել նրան և որ տեղերում պետք է ման ածել։ Դանդաղ քայլերով անցնում է նա արտերի մարգերի միջով, այնքան զգույշ կերպով, որ մի հասկ անգամ կող չէ տալիս։ Եթե մի տեղ ջրանցքը պատռվել էր և ջուրը վազում էր դեպի հասունացած հունձքը, որ ջրելու կարոտ չէր, եթե մի տեղ գյուղացու անասունը մտել էր հարևանի արտը և ոտնակոխ էր արել, եթե մի տեղ մկներ էին հայտնվել, մի խոսքով, եթե մի տեղ որևէ անկարգություն էր նկատում նա, իսկույն կանգ էր առնում։ Ծերունու հետախույզ աչքերը տեսնում էին այդ բոլորը, ոչ մի թերություն չէր վրիպում նրա բազմափորձ տեսությունից։ Երբ վերադառնում էր գյուղը, կանչում էր գյուղացուն և նրան նկատողություն էր անում։ Նրա ամենօրյա զբոսանքը նրա ամենօրյա մեծ բավականության զվարճությունն էր։ Նա տեսնում էր իր աշխատության պտուղները և ուրախանում էր։ Այդ ծերունին որսորդավոն էր։ Նա գնեց մի քրդուհի այրի կնոջից այդ անբնակ ամայի լեռնահովիտը իր շրջակա հողերով և այնտեղ հիմնեց մի գյուղ։ Նրա տունը առաջին բնակարանը եղավ, որի շուրջը հետզհետե շինվեցան այլ տներ։ Մի քանի տարվա ընթացքում կազմվեցավ մի մեծ գաղթաշենք։ Որսորդը իր գյուղի բոլոր հողերը դարձրեց համայնական սեփականություն, իսկ ինքը դարձավ նույն համայնքի հասարակ անդամներից մեկը։ Թեև գյուղական համայնքին պարտավորեցրեց նա, որ որոշյալ ժամանակի ընթացքում փոքր առ փոքր վճարեն հողերի գինը, բայց այդ վճարը այնքան թեթև էր, որ նրանց համար բոլորովին անզգալի եղավ։ Որսորդը այդ գումարը իրեն չսեփականացրեց, այլ նրանով հիմնեց մի դպրոց և մշտապես ապահովացրեց դպրոցի հարատևությունը։ Նրա վարմունքը այն աստիճան գրավեց գյուղացիների հարգանքը, որ ամենքը մեծ երախտագիտությամբ վերաբերվում էին դեպի նա, որպես իրենց բարերարին, որպես իրենց հորը։ Այն դպրոցում սովորում էին և մերձակա գյուղերի երեխաները։ Այդ էր պատճառը, որ նույն հարգանքը վայելում էր նա ամբողջ վիճակի մեջ։
Եվ դրա համար Աղբակեցիք ընտրեցին նրան իրենց գավառի ներկայացուցիչ, որ Միր Տիտղոսն էր կրում։ Ծերության հասակում որսորդը թողեց այդ պաշտոնը և նրա փոխարեն կատարում էր նրա փեսան՝ Ֆարհատը։ Որսորդը վերջը որդեգրեց Ֆարհատին և ամուսնացրեց իր դստեր Մարոյի հետ։ Ֆարհատի մանկության ընկերուհին այժմ նրա կինն էր։ Այսօր որսորդի տան դռան հանդեպ հրապարակի վրա կանգնեցրած է նրա ձիաների երամակը։ Ձիաների ամեն մեկի ետևից ձախ ազդրի վրա դրած է որսորդի դրոշմը, հայոց Վո տառը։ Նժույգները խրխնջում են, դափր են հատանում, փոշի են բարձրացնում և ձիապանները հազիվ կարողանում են զսպել նրանց։ Ֆարհատը սակարկություն է անում պարսկաստանցի վաճառականների հետ, որ եկել են նրանից ձիաներ գնելու։ Նրա կինը, գեղեցիկ Մարոն, երեխան գրկում կանգնած է լուսամուտի մոտ, այնտեղից նայում է ամուստու վրա։ Ծերունի որսորդը նստած տան դռան մոտ նույնպես հիացած նայում է, թե ինչպես Ֆարհատը խոսում է վաճառականների հետ, ինչպես բացատրում է նժույգների յուրաքանչյուրի արժանավորությունը։ Վիթխարի Մհեն, որսորդի տան հին հավատարիմը, այժմ ալևորված մազերով տակավին չէ կորցրել իր վաղեմի հերքուլեսյան ուժը։ Նա բարկացած է անհանգիստ նժույգների վրա։ Ինչ սատանա մտավ ձեր պինչը, ասում է նա ձիաներին և պարանը ձգում է մի տրմուզ քուռակի պարանոցը, որ շատ է զայրացնում նրան։ Մհեն այժմ որսորդի ձիապանների գլխավորն էր։ Այդ պաշտոնը բավական հպարտացնում էր նրան։ Ֆարհատը վերջացրեց սակարկությունը և ոսկիների քսակը ձեռին ուրախ և գոհ տուն մտավ։ Քանի հատ գնեցին, հարցրեց որսորդը։ 5 հատ, պատասխանեց Ֆարհատը։ Այդքան խոսակցություն 5 ձիու համար։ Նրանք մեր ձիաները շատ թանկ են գտնում։ Լավ բանը լավ գին կունենա, նկատեց որսորդը։ Թող գնան ամբողջ գավառը ման գան, եթե մեր ձիաների հատը գտնելու լինեն, ես ձրի կտամ։ Ներս մտավ Մհեն։ Առ Մհե, ասաց Ֆարհատը, մեկնելով 2 հատ ոսկի։ Ես խոստացել եմ, որ ամեն անգամ, երբ ձի է վաճառվում, քեզ մի պարգև տամ։ Սատանան տանե քո ոսկիները, պատասխանեց նա հրաժարվելով։ Թե ուզում ես պարգև տալ, ինձ մի կտոր կաշի տուր, որ տրեխներս կարկատեմ։ Նա ցույց տվեց իր պատառոտած տրեխները։ Ֆարհատը ժպտաց, իսկ որսորդը ծիծաղեց։ Մհեն մինչև մահ մնաց պարզամիտ, անշահախնդիր և բարի։ Նա այն կիսախելագարներից էր, որ իրենց գժություններով արտահայտում են մի տեսակ իմաստություն։ Մարոն մոտեցավ, առեց ոսկիների քսակը։ Նա ամուսնու և գանձապահն էր և տնտեսը։ Ոչ ոք չէր կարող մտածել, որ մի այնպիսի կրակոտ, անսանձ կամակոր աղջկանից, որպիսին Մարոն էր իր մանկության հասակում, կարող էր այժմյան խելացի լրջմիտ տանտիկինը դառնալ։ Նա գրավել էր իր ամուսնու թե սերը, թե հարգանքը։ Մարոյի մանկությունն անցավ առանց կրթության, որովհետև մորից որբ մնալով մնաց միայն հոր խնամակալության ներքո։ Իսկ հայրը այնքան զբաղված էր, որ աղջկա վրա մտածելու ժամանակ չուներ։ Իսկ հետո, երբ որսորդը փոքր-ինչ թեթևացավ իր գործերից, և երբ Մարոն արդեն հասուն օրիորդ էր, այդ ժամանակ միայն սկսեց հոգ տանել նրա կրթության վրա։ Ֆարհատը սովորում է, որ քեզ արժանավոր այր դառնա, դու էլ պետք է սովորես, որ նրան արժանավոր կին դառնաս, ասում էր նա իր դստերը։ Մարոն ոչ այնքան տնային վարժապետների շնորհիվ, որքան իր ջանքերով և ինքնակրթությամբ այնքան զարգացավ, որ կարդում էր հայոց լրագիրներ, կարդում էր նոր լույս տեսած գրքեր և շատ հարցերի մասին այնքան ճիշտ, ինքնուրույն դատողություններ էր հայտնում, որ շատերը զարմանում էին։ Ոչինչ բանի նա այնքան անհամբերությամբ չէր սպասում, որքան թղթատարին, որ նոր լրագիրներ և գրքեր ստանա։ Նա արդեն 2 զավակների մայր էր, մի աղջիկ, որ գրկումն էր, և մի տղա,
որ սկսել էր ման գալ։ Ֆարհատի մայրը շատ վաղ վախճանվեցավ։ Նա իր որդու բախտավորությունը չտեսավ։ Նրա քույրերը Մարիամը և Մագդաղը մոր մահից հետո մնացին բոլորովին որբ և անտեր։ Որսորդը առեց նրանց իր հոգաբարձության ներքո, պահեց, մեծացրեց և մարդու տվեց։ Որսորդի մյուս որդեգիրը Հասոն բնակվում էր Կ գյուղում, Դուշմանա լեռների մեջ, ուր առաջին անգամ բնակություն հիմնեց որսորդը, երբ Սալմաստից տեղափոխվեցավ Աղբակ։ Հասոն այժմ այնքան մեծ ընտանիք ուներ, որքան մեծ թվով չորքոտանիք, ինչպես սովորություն ուներ մհեն ծաղրել նրան։ Ամեն տարի մեծ քանակությամբ ոչխար, յուղ, պանիր և բուրդ էր վաճառում։ Եվ այսպես Աղբակը, վիշապների արյունոտ երկիրը, ուր այդ գազանները տարիներով լափում կլանում էին և երբեք չէին հագենում, այժմ դարձել էր խաղաղ, բախտավոր մի երկիր, ուր շինականի թե կայքը, թե կյանքը բոլորովին ապահովվում էր։ Վիշապները վաղուց ոչնչացած էին, նրանց փոխարեն մնացել էին մարերը, օձերը, վերջին ժամանակի քուրդերը։ Քաղաքակրթության լույսի առաջ չդիմացան նրանք։ Քաղաքակրթությունը իր անողոք պայմաններով լուծեց, մաշեց նրանց, որովհետև իր հետ առաջ գնալ չկարողացան։ Նրանց կյանքը զարգացել և կազմակերպվել էր խավարի և անկարգության մեջ։ Նրանց ապրուստը հայթայթվել էր կոպիտ ուժի և բռնաբարության մեջ։ Կառքը, արդարությունը զրկեցին նրանց թե ապրուստից և թե կյանքից։ Ուրիշի վաստակով ապրող հասարակությունը մեռավ, երբ նրանց ստիպեցին իր հաշվով ապրել։ Եվ այսպես այն գազանները, որոնց բարբարոսությունները ոչ մի զորությամբ հնար չէր լինում զսպել, ընկճվեցան, տրորվեցան քաղաքակրթության երկաթյա պայմանների ներքո։ Սրի և արյան մրցության մեջ նրանք դիմացան, բայց կուլտուրական մրցությունը սպանեց նրանց։ Նրանց մեծ մասը թողեց այդ երկիրը և գաղթեց որոնելու այնպիսի տեղեր, ուր հնարավոր կլիներ անկարգ անիշխանության մեջ դարձյալ անձնատուր լինել անզուսպ կամայականության։ Մնացածներից ավելի ազնիվ և ընդունակ ցեղերը սկսեցին ընտելանալ քաղաքակրթության հետ, իսկ վայրենիները դարձան բանվորներ այն հարևանների, որոնք կուլտուրայով ավելի զորեղ և բարձր էին։ Որսորդի բոլոր հովիվները, ախոռատան ծառաները, անդաստանների մշակները քուրդեր էին։ Վան քաղաքի միևնույն առևտրական պանդոկի մեջ, միևնույն կրպակում, ուր մի ժամանակ թումաջի վաճառականություն էր անում մուսուլցի Խոջա Թորոսը, այժմ ընդարձակ գրասեղանի ետևում նստած էր մի պարոն։ Այդ կրպակը նույնքան կերպարանափոխվել էր, որքան պարոնը, որ նստած էր այնտեղ։ Հին ասիական կրպակը մի եվրոպական առևտրական տան կատարյալ ձևն էր ստացել։ Հաշվապահը, գանձապահը, գրագիրները, գործակատարները, յուրաքանչյուրը իր որոշ տեղն ու պաշտոնն ուներ։ Վաճառքների տեսակները, քանակությունը, որակությունն անգամ փոխվել էր։ Փոխվել էր և պարոնը, որ նստած էր ընդարձակ գրասեղանի ետևում։ Երիտասարդական հասակում նա այնքան խոշոր մարդ չէր, իսկ ծերությունը ավելի փոքրացրել էր նրան։ Մեծ, ընդարձակ գրասեղանի ետևից հազիվ երևում էր նրա կուրծքի վերին մասը, փոքրիկ գլխի հետ, որ պատած էր երկար, սպիտակ մազերով։ Այդ պատկառելի ալիքների միջից դուրս էր նայում մի մտասույզ դեմք, նեղ, անհանգիստ աչքերով, որ արտահայտում էին մի գործունյա մարդու անվաստակելի եռանդը։ Նա գործերի մեջ չէր խառնվում։ Գործը լարված մեքենայի նման իր կարգով շրջան էր առնում։ Միայն երբեմն դիմում էին նրան այս և այն հարցերով։ Նա այդ առևտրական տան տերն էր և նրա կառավարիչը։ Նրա մոտ նստած էր մի այլ պարոն, ոտքից ցգլուխ սև հագուստի մեջ։ Ձեռքում պտտեցնում էր նույնպես սև լայնեզրյա գլխարկը, որ երբեմն դնում էր գավազանի գլխին, փոքր-ինչ հանգստանալու համար։ Այդ պարոնը նույնպես մոտեցել էր ծերության։
Մորուքի և գլխի մազերի մեջ սև գույները հազիվ էին նշմարվում։ Նրա խաղաղ դեմքը երեխայի դեմքի նման ամեն րոպե ժպտում էր, երբ փոքրիշատե ուրախացուցիչ բան էր լսում։ Ինչպես երևում էր, նա վաճառականի հին ծանոթ էր և Բաղեշից նոր եկած լինելով այդ քաղաքը, եկել էր նրան այցելություն անելու։ Ներեցեք, բարեկամ, առաջ տարավ վաճառականը, տեղից վեր կենալով և կրկին խրվելով մեծ բազկաթոռի մեջ։ Ահա իմ հագուստը ոտքից ցգլուխ պատրաստված է տեղային գործվածքներից։ Ասացեք խնդրեմ, ինչո՞վ է վատ։ Իրավ է, եվրոպական գործվածների նրբությունը չունեն, բայց դրա փոխարեն ավելի դիմացկոտ են և էժան։ Եթե մեզանից յուրաքանչյուրը փոքր-ինչ զսպեր իրան վճռասիրությունից և բավականանար տեղային գործվածներով, այլևս մեր փողը Եվրոպան չէր տանի, մեր փողը կմնար մեր երկրում։ Միթե այնքան չէ ծախվում, հարցրեց Բաղեշցի նորեկը։ Այժմ, պետք է ասած, բավական սպառվում է, պատասխանեց վաճառականը, ձեռքը դեպի ճակատը տանելով, կարծես նույն րոպեում կամենում էր հաշվել, արդյոք չէր սխալվում իր պատասխանի մեջ։ Բայց գիտեք, բարեկամ, թե որքան աշխատություն էր պետք, որքան զոհողություն էր պետք, մինչև ես կարողացա մեր հասարակությանը ընտելացնել մեր արդյունաբերության գործածության հետ։ Բաղեշցու դեմքի վրա փայլեց մի սրտագին ուրախություն։ Դուք այն ասացեք, հարցրեց նա, արտահանություն դեպի օտար երկրներ լինում է։ Ինչպես չէ, մեր գործվածները այժմ տանում են Պարսկաստան, Միջին Ասիայի զանազան կողմերը, այլև Անդրկովկասի զանազան քաղաքները։ Ահա, ես հասկանում եմ այսպիսի վաճառականությունը։ Մինչև այսօր մենք իսկապես վաճառականներ չէինք, թեև մեզ վաճառական ազգ էին կոչում։ Մենք միայն միջնորդներ էինք, մեկից առնում էինք, մյուսի վրա ծախում էինք։ Մենք ողորմելի դալալներ էինք, իսկ այժմ բանն ուրիշ է։ Նա հրամայեց, բերեցին մի քանի տեսակ բրդեղեն գործվածներ, դրեցին գրասեղանի վրա։ Նայեցեք այդ չուխաներին, դարձավ նա դեպի իր խոսակիցը։ Դեռ անցյալ տարի Փարիզի աշխարհահանդիսում ասիական գործվածների կարգում առաջին մրցանակը ստացավ։ Բաղեշցին սկսեց մի հրճվանքով նայել։ Հիանալի գործվածներ են, բացականչեց նա, շատ հիանալի։ Ես այժմ ուղիղն ասեմ ձեզ, ամաչում եմ, որ ձեզ հետ նստած եմ այդ հագուստով։ Նա ձեռքը տարավ դեպի իր սև անգլիական նուրբ մահուդից կարված հագուստը և հարցրեց. Միթե այդ բոլորը ձեր գործարանից է։ Բոլորը, պատասխանեց վաճառականը մի առանձին բավականությամբ։ Ախար, ով ունի այդ գեղեցիկ բուրդը, որ մեր ոչխարներն ու այծերն են տալիս։ Մենք մինչև այժմ դժբախտ էինք, որ չգիտեինք օգտվել մեր երկրի արդյունքներից։ Եվրոպացին մեր բուրդն ու բամբակը տանում էր, պատրաստում էր և գործվածները տաստապատիկ գնով մեզ վրա վաճառում էր։ Իսկ մենք մնում էինք աղքատ, միայն օտարի քսակն էինք լցնում։ Այո, այդպես էր, կրկնեց տխուր ձայնով Բաղեշցին, ապա հարցրեց. Ինչ պայմաններով են աշխատում ձեր գործարանի բանվորները։ Արդյունքից մի որոշ մասն են ստանում, պատասխանեց վաճառականը։ Երկար փորձերից հետո ես այն համոզմունքին հասա, որ նրանց պետք է ընկերացնել։ Այդ ավելի զորացրեց նրանց եռանդը, ավելի պինդ կապեց գործի հետ։ Նրանք ունեն խնայողական դրամարկղ, որից օգնում են իրենց ընկերներին, երբ մեկը հիվանդանում է կամ վնասվելով աշխատել չէ կարողանում։ Ես ինքս իմ խանութի համար պետք եղած ապրանքները գնում եմ գործարանից որպես օտար մարդ։ Այդ շատ մարդասիրական է, նկատեց Բաղեշցին, և նրա ջերմեռանդ աչքերը, կարծես ասում լինեին, օրհնյալ լինիս։ Նրանց խոսակցությունը ընդհատեց մի ծիծաղադեմ ծերունի, փոքր ինչ կռացած մեջքով,
ներկերի մեջ գունավորված ձեռքերով, որ ներս մտավ և մոտենալով վաճառականին, մտերմությամբ ձեռք տվեց, հետո զարմացած նայեց Բաղեշցու վրա։ Երևի փողի համար եք եկել, հարցրեց նրանից վաճառականը։ Ապա ինչի համար պետք է գայի, հեր օրհնած, պատասխանեց նա և մոտեցավ գանձապահին։ Այդ ծերունու դեմքը ինձ ծանոթ երևաց, ասաց Բաղեշցին նրա հեռանալուց հետո։ Պետք է որ ծանոթ լինի, պատասխանեց վաճառականը խորհրդավոր ձայնով։ Դա վարպետ Փանոսն է, առաջ ներկարարի մի հասարակ գործարան ուներ, իսկ այժմ այնքան կատարելագործել է, որ իմ գործվածները բոլորը այնտեղ են ներկվում։ Հաճախորդները հանգստություն չէին տալիս, մեկը դուրս էր գալիս, մի քանիսը մտնում էին։ Գործողությունները իրենց կենդանի շարժման մեջն էին։ Ներս մտավ մի բարձրահասակ հսկայատիպ պարոն, ալեխառն մորուքով, և հատակի տախտակամածը թնդաց նրա ամուր ոտքերի տակ։ Նա առանց ոչ ոքին ողջունելու կանգնեց սենյակի կենտրոնումը, աջ ձեռքը մեկնելով դեպի գլխավոր գործակատարը, իսկ թուղթ երեսը դարձնելով դեպի կրպակատերը, գոչեց որոտալից ձայնով. Ասացեք այդ պարոնին, եթե մյուս անգամ հակերը իր ժամանակին չհասցնի, ես բոլորը ծովը կնետեմ։ Նա առանց պատասխանի սպասելու իսկույն դուրս գնաց։ Ճանաչեցի՞ք դրան, ասաց վաճառականը դիմելով դեպի Բաղեշցին։ Ճանաչեցի, պատասխանեց նա։ Բերզեն Օղլին է, Ավանս գյուղի նավաստին, այդ մարդը մինչև վերջը մնաց անտաշ։ Բայց շատ օրինավոր մարդ է, գիտեք, այժմ շոգենավի ընկերության գլխավոր նավապետն է։ Գիտեմ, ես նրա շոգենավով եկա Բաղեշից։ Վաճառականը խոսքը փոխեց հարցնելով. Ինձ այն ասացեք, ինչ կա ձեզ մոտ այնտեղ Բաղեշում։ Հետաքրքիր ոչինչ չկա, միայն խեղճ Հաջի Իսաղը վախճանվեցավ։ Միթե, նա պետք է բավականին հարստություն թողած լինի։ Ոչ այնքան, որքան կարծվում էր։ Վերջին ժամանակ նա շատ ծախսեց զանազան նպատակների համար։ Իսկ ինչ որ մնացել էր, նրա մի մասը կտակել է, որ այն գումարով մի դպրոց հիմնվի, որի մեջ սովորեն հայ երեխաներ, առանց կրոնի խտրության։ Վաճառականի դեմքի վրա երևաց զարմացման նման մի բան։ Ես այդ երբեք չէի սպասում Հաջի Իսաղից։ Սպասելի էր, պատասխանեց Բաղեշցին։ Նա բոլորովին փոխվել էր։ Վերջին աղետավոր կռիվների և երկպառակությունների ժամանակ նա էր գլխավոր բողոքողներից մինը, որ Ամերիկայի միսիոնարներին արտաքսեցին Բաղեշից։ Խեղճ ծերունին միշտ ասում էր. այդ անպիտանները բավական չէր, որ մեզ հեռացրին մեր լուսավորիչ պապից, այլև մեզ մեր նախապապի Հայկի հետ էլ խորթացրին, մեզ մեր հարազատ եղբայրների հետ թշնամացրին։ Պատի ժամացույցը զարկեց երկուսը։ Խանութատերը վեր կացավ և հրավիրելով իր խոսակցին ասաց. Հույս ունիմ, որ դուք այնքան բարի կլինիք, որ ճաշը այսօր մեզ մոտ անուշ կանեք։ Մեծ ուրախությամբ, պատասխանեց նա նույնպես կանգնելով։ Ես ձեր կնոջը և երեխաներին վաղուց չեմ տեսել, կցանկանայի նրանց տեսնել։ Նրանք խանութից դուրս եկան։ Անցան բավական ուղիղ մաքուր փողոցներով։ Աջ և ձախ բարձրանում էին երկհարկանի, երեք հարկանի քարաշեն տներ։ Այլևս ոչ վաղեմի նեղ կեղտոտ փողոցները կային և ոչ հում աղյուսից կամ կավից շինված կիսավեր խրճիթները։ Ամեն ինչ գեղեցիկ էր, ամեն ինչ մաքուր էր։ Մաքրվել էր և օդը։ Փողոցներում մարդիկ ցնցոտիներով չէին թափառում և անցորդի օձիքը բռնելով նրանից ողորմություն չէին պահանջում։ Կանայք չադրաների մեջ փաթաթված, երեսները ծածկված վախենալով չէին ման գալիս, փողոցային անամոթ սրիկաների հարձակմանը չենթարկվելու համար։ Գավուր բառը այլևս չէր լսվում։
Մահմեդականները քրիստոնյաներին հանդիպելիս մի քանի քայլ հեռվից ողջունում էին։ Փաշայի պալատի մեջ նստած էր մի քրիստոնյա նահանգապետ։ Օրվա այն ժամն էր, երբ դպրոցում արձակում են աշակերտներին։ Տղա և աղջիկ գրքերի պայուսակները մեջքներին կապած կամ թևքերի տակն առած լցրել էին փողոցները։ Անցնելու տեղ չկար։ Դրանց փոխարեն այդ փողոցներում մի ժամանակ վխտում էին հարբած ենիչերիները, մերկ սրերը ձեռքներին, կամ խլրտում էին գազանաբարո ասքարը, հափշտակելով ամեն պատահած բան։ Քաղաքացիք նրանց տեսնելով օր ցերեկով մտնում էին իրենց տները և դռները պինդ փակում էին։ Այժմ ոչ այդ բարբարոսները կային և ոչ վաղեմի երկյուղը կար։ Նրանք կանգնեցին մի բավական կոկիկ տան հանդեպ։ Դռները բացվեցան, մտան մի հովասում ծառազարդ բակ։ Ծառերի ներքո նստած էր մի հասակավոր բարեշուք կին և ինչ֊որ հյուսում էր ձեռքում։ Տեսնելով եկվորներին, դրեց իր ձեռագործը փոքրիկ բոլորակ սեղանի վրա, վեր կացավ և դիմավորեց նրանց։ Ախ, պարոն Միսաքյան, բացականչեց կինը առաջ վազելով, ես ամենևին չէի սպասում, ինչպե՞ս եք, այդ ինչ բախտով, այդ ո՞ր քամին ձեզ բերեց։ Եվ շփոթեցրեց հյուրին բազմաթիվ հարցերով։ Պարոն Միսաքյանը երկու ձեռքով բռնեց տիկնոջ աջը և բարեկամաբար սեղմեց։ Այդ ոտքից ցգլուխ սև հագուստով պատած պատվելի անձը Բաղեշի հայ բողոքականների երեց ջալաթն էր, որին այժմ իր տոհմանունով պարոն Միսաքյան էին կոչում։ Իսկ նրա հյուրընկալը մեր վաղեմի ծանոթ Սագոն էր, որին այժմ կոչում էին Սարգիս Սեփուհյան։ Փոխված դրության հետ փոխվել էր նրա առաջվա թե կեղծ և թե կրճատած անունները։ Իսկ նրա տիկինը տեր-թոդիկի դուստր Սոնան էր։ Նա ամուսնացավ իր հին վարժապետի աղջկա հետ։ Երկու բախտավոր ամուսինները ունեին մի քանի զավակներ, որոնց մեծը սովորում էր Գերմանիայում։ Տեր-թոդիկը վաղուց չկար այդ աշխարհում, նա մեռավ աղտարքը ծոցում։ Սալմաստ գավառի Սավրա գյուղի հայոց թաղում խիստ աչքի էր զարկում մի մաշված տուն, որը ոչ այնքան հնությունից, որքան անխնամությունից կորցրել էր իր վաղեմի շքեղությունը։ Գիշեր և ցերեկ այդ խուլ, գերեզմանի պես անմռունչ տան դռները փակ էին, այնպես էր թվում, որ ոչ ոք այնտեղ չէր բնակվում։ Միայն երբեմն ճռնչալով շարժվում էին ժանգոտած ծխնիները։ Դռները բացվում էին, դուրս էր գալիս մի թախծալի դեմքով կին, նստում էր դռան մոտի թումբի վրա և ամբողջ ժամերով լուռ նայում էր փողոցի միջով անցնող գետակին, կարծես նրա տխուր մրմունջների մեջ կամենում էր թաղել իր սրտի դառը կսկիծները։ Նա իր հասակից ավելի վաղ էր սերացել, որպես այն մաշված տունը, որտեղից դուրս էր գալիս նա։ Նրա տխրամած դեմքի թուխ գծերի մեջ, նրա սև աչքերի մթության մեջ նշմարվում էին անմխիթար հոգու խորին վշտերը, որ թաքուցած էին նրա խորտակված, վիրավորված կուրծքի մեջ։ Նրա սգավոր հայացքը այնպիսի տպավորություն էր գործում, որ այդ խղճալի կինը իր կյանքում երբեք երջանկության քաղցրությունը չէր ճաշակել։ Բախտը երբեմն ժպտել էր նրան միայն հրապուրելու համար, որ մի նոր, ավելի դառը դժբախտության մեջ ձգե։ Ոչ ոք նրան չէր մոտենում, ոչ ոքի հետ նա չէր խոսում։ Այնպես լուռ նստում էր թումբի վրա, լսում էր գետակի մրմունջը, լսում էր ծառերի վրա խոսող թռչունների ձայնը և խորին կերպով հոգվոց էր հանում։ Նրան մոտենում էին փողոցի երեխաները միայն։ Երբ նա հայտնվում էր թումբի վրա, նենեն, նենեն ձայն էին տալիս երեխաները և ամեն կողմից վազելով շրջապատում էին նրան։ Նենեն գրկում էր նրանց, խոսում էր նրանց հետ և բաժանում էր սև փողեր, որ տանեն իրենց համար ուտելու բան գնեն։ Երեխաները համբուրում էին նրա ոսկրացած ձեռքերը, համբուրում էին նրա նիհար ցամաքած երեսը և ուրախության աղաղակներով հեռանում էին։ Այդ դժբախտ կինը վշտացած,
շատ վշտացած էր հասակավոր մարդիկներից և իր մխիթարությունը գտնում էր միայն անմեղ երեխաների մեջ։ Ո՞վ էր այդ Նենեն։ Նա մի ամբողջ պատմություն ունի, Խաչագողի հիշատակարանի մեջ մեր ընթերցողներին հայտնի է։ Նա Մուրադի կինն էր, այդ տունը Մուրադի տունն էր։ Մուրադը գործեց և լավ գործեց, բայց իր բոլոր ընկերների մեջ նա միայն դժբախտ գտնվեցավ։ Նա զավակներ չունեցավ։ Ազգականները նրա հարստությունը ժառանգելու համար չսպասեցին նրա մահվանը, այլ շտապեցին վաղօրոք թունավորել նրան։ Նա մեռավ, անմխիթար սուգի մեջ թողնելով Նենեին, որը չէր դադարում ողբալ սիրելի ամուսնու անմոռանալի հիշատակը։ Այդ թշվառ այրին բոլորովին միայնակ, բոլորովին անջատված հասարակությունից ապրում էր իր տանը թախծության մեջ։ Նա զզված էր կյանքից, զզված էր և մարդիկներից։ Նրան կենակցում էր մի զառամյալ ծերունի միայն, որի աչքերը այլևս չէին տեսնում։ Նրա կմախքն էր մնացել և մի ողորմելի ձայն, որ երբեմն հառաչում էր. «Ախ, երբ պետք է մեռնեմ»։ Ամեն անգամ կարելի էր տեսնել նրան կծկված բակի մի անկյունում, մի կտոր փալասի վրա, անդադար տրտնջում էր. «Քաղցած եմ»։ Նենեն ամբողջ օրը կերակրում էր նրան, բայց կշտացնելու հնար չէր լինում։ Ծերունին Քավոր Պետրոսն էր։ Երկար թափառումներից հետո, վերադառնալով իր հայրենիքը, այդ երևելի խաչագողը գտավ իր ամբողջ ընտանիքը ոչնչացած։ Նենեն առեց նրան իր խնամակալության ներքո, հոգ էր տանում նրա ծերությանը։ Այդ թշվառի ուղեղն անգամ իր բնական դրության մեջ չէր մնացել։ Նա, որ մի ժամանակ երկրների սարսափն էր և հրեշը, նա, որ մի ժամանակ փափուկ մոմի նման դարձնում էր իր ձեռքում մարդկանց սրտերը, այսօր մի անմիտ երեխայի նման շատ անգամ ասում էր իր բարերարուհիին. «Նենե, երբ ինձ համար կարմիր կոշիկներ պիտի առնես»։ Խորին ծերությունից նա երեխայացել էր։ Եվ իրավ, նրա թափած ատամները մի քանի տարի առաջ նորից սկսեցին բուսնել, և նրա թափած մորուքի տեղը հայտնվեցան փետուրի նման փափուկ, հազիվ նշմարելի մազեր։ Այդ հավիտենական ծերունին հիշեցնում էր Սավրայի, այդ խաչագողների որջի հավիտենական մեղքը, որը և ծերանում է, և մանկանում է։ Այստեղ թաղեցին, ասում էր մի երիտասարդ վշտահար դեմքով, ցույց տալով մի հողադամբարան, որ հազիվ որոշվում էր գետնի մակերևույթից։ Ռաշիդը ճանաչում է այդ տեղը, նա այնքան մոռացկոտ չէ, ավելացրեց նա տխուր ձայնով։ Եթե մի օր ջրհեղեղ գա, բոլոր լեռները ողողե և մի փոքր բարձրություն անգամ չմնա երկրի վրա, Ռաշիդը դարձյալ կգտնե այդ դամբարանը։ Այդ խոսքերը դարձրած էին դեպի մի պարոն, որ կանգնած տխուր դեմքով նայում էր ցույց տված տեղի վրա։ Նրա դեմքը մտել էր մի նիհար, բարձրահասակ տիկին, որ իր ուսերով վեր էր պարոնից։ Նա իր ձեռքում բռնած կանացի ամփովանիով հովանավորում էր թե իրան և թե պարոնին։ Նրանց մոտ կանգնած էին մի քանի մանուկներ զանազան հասակների, և բոլորի ուշադրությունը դարձած էր ցույց տված տեղի վրա։ Նրանց հագուստից երևում էր, որ այդ մարդիկ ճանապարհորդներ էին, որ հենց նոր էին իջել կառքից, որ մի քանի քայլ հեռու դեռ կանգնած էր ճանապարհի վրա։ Այդ այցելությունը կատարվում էր մեր ընթերցողներին ծանոթ Առաքելոց վանքի արտաքին պարսպի մոտ, այնտեղ, ուր մի անգամ ցույց տվինք Դավիթ անհաղթի, Խորենացու, Ղազար Փարպեցու մոռացված շիրիմները։ Այդ շիրիմների թվում ավելացել էր մի այլ մոռացված գերեզման։ Այդ առանց տապանաքարի, առանց որևէ հիշատակարանի, լուռ և համր գերեզմանի մեջ հանգչում էր մեր ծանոթ համրը։ Պարոնը վերջին անգամ նայեց գերեզմանի վրա, կամենում էր տիկնոջ հետ հեռանալ դեպի վանքը, բայց մանուկներից մեկը կանգնեցրեց նրան, հարցնելով. Հայրիկ, այդ է քո բարեկամի գերեզմանը, որի մասին ճանապարհին միշտ խոսում էիր մեզ հետ։
Այդ է, պատասխանեց հայրը տխուր ձայնով։ Ինչու են այդպես թաղել։ Ով գիտե, նա երեխաներ չունե։ Հարցրեց մանուկը արտասվալի ձայնով։ Չունե, ասաց հայրը։ Նրանք խոսում էին անգղիերեն։ Մանուկը դարձավ դեպի իր քույրը և եղբայրները։ Անուշ, Խորեն, Տիգրան, հայրիկի բարեկամը երեխաներ չունե, գնանք ծաղիկներ հավաքենք նրա գերեզմանի համար։ Մանկահասակ խումբը վազեց դեպի շրջակա վայրերը։ Բարձրահասակ տիկինը մայրական ջերմ գորովը աչքերում նայում էր նրանց ետևից։ Ամառային այդ ժամանակի տապերը ծաղիկներ չէին թողել, խոտերն անգամ չորացել էին։ Միայն այրված քարքարուտների մեջ վառվում էր դեղին գույնով և ծիրանեգույն անթառամը, իսկ ժայռերի ծերպերից աճել էր հոտավետ օշինդրը, սպիտակ թավիշի նման փափուկ տերևներով։ Տեղ֊տեղ բուրում էր վայրենի կոտեմը իր սուր կծու հոտով։ Մանուկները վրա ընկան քաղելու։ Մի քանի րոպեից հետո երեք եղբայրները և մի քույրը չորս կողմից բռնած բերեցին մի մեծ ծանր պսակ, որ հյուսված էր անթառամ ծաղիկներից և զանազան վայրենի բույսերից, ու դրեցին հայրիկի բարեկամի գերեզմանի վրա, և փոքրիկ ձեռիկները կուրծքի վրա փակած, նրանց ջերմեռանդ երեսիկները խփած աչքերով դարձան դեպի երկինքը։ Այդ վսեմ հանդիսավոր րոպեն այնքան սրտաշարժ, այնքան սուրբ էր, որպես երեխայի մաքուր զգացմունքը։ Հայրը և մայրը թաշկինակները տարան դեպի իրենց աչքերը։ Իր արտասուքը չկարողացավ զսպել և երիտասարդ Ռաշիդը, նա նույնպես սկսեց լալ։ Այդ սովորությունը ունեին մանուկները, երբ Նյու Յորքում ամեն շաբաթ այցելում էին իրենց մեծ քրոջ գերեզմանին, զարդարում էին ծաղիկներով և աղոթում։ Պարոնը դարձավ դեպի գերեզմանը ցույց տվող երիտասարդը, խնդրեց, որ իրեն առաջնորդե, տանելու հանգուցյալի խուցը։ Հռչակավոր վանքը բոլորովին ամայի էր։ Մի ալևոր աբեղա միայն կանգնած էր բակում, կուտ էր ձգում հավերին, որ այդ միջոցին խմբված էին նրա շուրջը։ Տեսնելով նորեկներին, նա մոտեցավ։ Այդ ֆրանկները ինչո՞ւ են եկել։ Մի կողմ տանելով հարցրեց երիտասարդից։ Ֆրանկներ չեն, պատասխանեց երիտասարդը։ Այդ պարոնը հայ է, ես նրան ճանաչում եմ։ Դա այն մարդն է, որի համար մեռնելու ժամանակ լուսահոգին ասաց, թե երբ գալու լինի, իմ իրեղենները նրան հանձնեցեք։ Որտեղից են գալիս։ Ամերիկայից, նրա տիկինը ամերիկացի է։ Պարոնը նայում էր դեպի իր շուրջը։ Շատ տարիներ առաջ տեսած փառավոր վանքը այժմ նրա վրա տխուր տպավորություն էր գործում։ Ինչու այդպես թշվառ դրության մեջ է այդ վանքը, հարցրեց նա աբեղայից։ Մի ժամանակ այդ վանքի սեղանատանը հարյուրավոր միաբաններ ճաշի էին նստում, հիմա ով է մնացել։ Ես, այդ հավերը, մեկ էլ այդ մարդը։ Նա ցույց տվեց երիտասարդին։ Վանքի բոլոր հողերը խլեցին, մեզ թողեցին առանց կտոր հացի։ Նստած օրերով, ամիսներով նայում ենք դեպի դուռը, գուցե մի մոլորված ուխտավոր ներս կմտնե։ Այն էլ չկա, ուխտ էլ չեն գալիս։ Հավատն ու ջերմեռանդությունը պակասել է։ Եթե հազարից մի անգամ մեկը ներս է մտնում, տված արդյունքը այնքան էլ չի լինում, որ գոնե ապրել կարողանանք։ Գուցե վշտացած աբեղան դեռևս երկար կշարունակեր իր գանգատները, եթե նորից պարոնը քաղաքավարությամբ չընդհատեր նրան, հայտնելով, թե ինքը շտապում է և ուշանալու շատ ժամանակ չունի։ Նրանք մտան հանգուցյալի խուցը։ Նա այնքան փոքրիկ էր, որ բոլորի համար տեղ չկար։ Երեխաները մնացին դրսում, ման էին գալիս վանքի բակում։ Ամեն ինչ սովորական տեղում էր։ Նույն փայտյա հասարակ մահճակալի վրա դեռ տարածված էր անկողինը։ Նույն կաղնյա գրասեղանը դրած էր նեղ լուսամուտի հանդեպ, իսկ նրա առջև դեռ կանգնած էր հին գեղաքանդակ բազկաթոռը, որ միակ զարդն էր այդ տխուր բնակարանի։ Գրասեղանի վրա ածած թղթերը, ցամաքած կաղամարը, փետուրյա գրիչները, գրչահատը, մի աշտանակ
նույնպես իրենց տեղումն էին։ Մի մազը իր տեղից չէր շարժվել։ Այնտեղ դեռ դրած էին մի քանի պղնձե դրամներ, որ ծառան ցույց տալով ասաց, թե վերջին օրերում այնքանն էր մնացել լուսահոգու ծաղկի համար։ Ոչինչ չէր պակասել։ Պակաս էր միայն այն անձը, որ խորին աղքատության մեջ այնտեղ աշխատում էր։ Գրասեղանի վրա դրված էր և նրա սպիտակ թաշկինակը, որի վրա թողեց նա վերջին արյան բիծը և ավանդեց հոգին։ Լավ նայեցեք, պարոն, խոսեց ծառան, տեսնում եք, ոչինչ պակաս չէ։ Ես շան նման ամեն գիշեր պառկում էի այդ խուցի դռանը, մի ճանճ անգամ չէի թողնում, որ ներս մտնե։ Ալեվոր աբեղան պատմեց, թե իրավ որ նա ամառ և ձմեռ, ձյունի և անձրևի տակ պառկում էր խուցի դռանը և իր ծանր մահակը կուրծքին սեղմած ամբողջ գիշեր անքուն էր մնում։ Ամեն առավոտ բաց էր անում խուցի դռները, ավելում էր, մաքրում էր, անկողինն ուղղում էր, գրասեղանի վրա դրած առարկաների փոշին սրբում էր։ Հետո ամեն ինչ իր սովորական տեղումն էր դնում, որ իր պարոնը մի անկարգություն չնկատե, թեև պարոնը վաղուց մեռած էր։ Բայց նրա հոգին նայում էր երկնքից, նկատեց ծառան ձեռքը դեպի վեր տանելով։ Մեռնելու միջոցին ինձ ասաց լուսահոգին. «Ռաշիդ, այդ ամենը այդպես կպահես, մինչև նա կգա»։ Ես ինչպես նրա ասածը չկատարեի։ Արտասուքը թույլ չտվեց բարեսիրտ շատախցուն ավարտել իր խոսքը, որին մենք տեսանք այն ժամանակ, երբ դեռ պատանի էր, և իր պարոնի խոհանոցում մենամարտում էր Ֆարհատի հետ։ Այժմ մի հասուն, առողջ երիտասարդ էր դարձել, բայց դեռ վաղեմի պարզությունը մնացել էր նրա մեջ։ Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, սկսեց բաց անել կոճակները։ Մերկ կուրծքի վրա երևաց մի շղթա, որ անցուցած էր պարանոցից, իսկ նրա ծայրին երկաթյա օղակից քարշր ընկած մի բանալի, նույն ձևով, որպես հավատավոր մարդիկ խաչ են կախ տալիս շապկի տակից։ Ընդունեցեք այդ բանալին, պարոն, ձեռքը մեկնեց ծառան։ Լուսահոգին ասաց, Ռաշիդ, այդ բանալին քեզ մոտ կպահես, մինչև նա կգա, և միայն նրան կհանձնես։ Հիմա, փառք Աստծո, եկաք, առեք բանալին։ Պարոնը ընդունեց բանալին։ Երիտասարդը քարշ տվեց մահճակալի տակից մի հին երկարաձև արկղ, ընկույզի փայտից, որի ոլորտիքը գամած էին երկաթյա փաթաթներով և պղնձյա բևեռներով։ Այդ արկղի բանալին է, ասաց նա։ Լուսահոգիի մեռնելուց հետո, Աստված վկա, մի անգամ էլ չեմ բացառել, որ տեսնեմ, թե դրա մեջ ինչ կա։ Բոլորովին հավատում եմ, խոսեց պարոնը, մոտեցավ արկղին և բացեց։ Նա լի էր զանազան թղթերով, զանազան հաստ ու բարակ տետրակներով։ Այդ ձեռագրերի մեջ կային զանազան սկսված և չավարտված վեպեր, վեպիկներ, պատկերներ, կային զանազան բանաստեղծություններ, կային և բոլորովին վերջացրած աշխատություններ։ Բարձրահասակ տիկինը, որ բոլոր ժամանակը խորին տխրությամբ նայում էր այդ մռայլ խուցի սրտատոչոր պարագայքին, երբ տեսավ արկղի մեջ խառնիխուռն կերպով ածած թղթերը, նրա նեղ, երկնագույն աչքերը լցվեցան արտասուքով։ Դրանք հայոց մի անբախտ բանաստեղծի աշխատություններն էին։ Նա դողդոջուն ձեռքը տարավ, վեր առեց տետրակներից մեկը, որպես մի սրբություն, և երկար հառած նայում էր նրա վրա, թեև կարդալ չէր իմանում։ Այդ միջոցին ներս մտան մանուկները։ Հայրիկ, ձայն տվեց փոքրիկ Անուշը, դու մեզ ասացիր, երբ կգնանք Հայաստան, ձեզ հայերեն կսովորեցնեմ, տուր մեզ մի հատ այդ տետրակներից, որ սովորենք։ Երբ կտպվին, այն ժամանակ կկարդաք, զավակս, պատասխանեց հայրը։ Արդյոք կտպվի՞ն, հարցրեց տիկինը։ Այո, կտպվին։ Երիտասարդ Ռաշիդը պատմեց, թե վերջին գիշերը, երբ պիտի մեռներ լուսահոգին, նա հրամայեց վառարանը վառել։ Պետք է մաքրել այդ թղթերը, ասաց նա։
Ես դրեցի արկղը նրա մոտ, նա ջոկում էր թղթերը և շատերը նետում էր կրակի մեջ, բայց դեռ այդ գործը չվերջացրած նա մեռավ։ Վերջին գիրքը դեռ բոլորովին չէր այրված։ Ես դուրս բերեցի կրակից, դրեցի մյուսների հետ և արկղը կողպեցի։ Դրանով իմ հոգուն մեղք արեցի։ Նա կամենում էր այրել, ես չթողեցի։ Ո՞վ է իմանում, կարելի է մի բան պետք կգա։ Լուսահոգին վատ բան չէր գրի։ Ախ, որքան գրում էր, կարծես իմանում էր, որ շատ չի ապրի։ Պարոնը վեր առեց կեսայրված գիրքը, թերթեց և դառնալով ծառային ասաց. Այո, շատ բանի պետք կգար, եթե կրակը մեծ մասը ոչնչացրած չլիներ։ Դա հայոց եկեղեցական պատմությունն էր, որ վաղուց դիտավորություն ուներ գրելու հանգուցյալը։ Պարոնը գրասեղանի վրա մնացած թղթերը ևս հավաքեց, դրեց արկղի մեջ, կողպեց, իսկ հանգուցյալի թաշկինակը արյան վերջին բծով թաքցրեց իր ծոցում։ Հետո նա դարձավ դեպի ծառան։ Դու, բարի Ռաշիդ, քո հավատարմության համար չվարձատրվեցար քո պարոնից, բայց կվարձատրվես ինձանից։ Դու պահպանեցիր մի գանձ, որ մեր ազգի համար շատ թանկագին պետք է լինի։ Այդ գանձը այդ արկղի մեջն է ամփոփված։ Վեր առ այդ արկղը, գնանք ինձ հետ։ Հետո դարձավ դեպի վանքի աբեղան։ Հայր սուրբ, շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք այնքան բարի եք եղել, որ թույլ եք տվել ձեր վանքում այդ իրեղենները պահպանվին։ Որպես տեսաք, ես վեր առի հանգուցյալի թղթերը միայն, իսկ նրա մնացյալ կայքը թողնում եմ ձեր վանքին։ Հայր սուրբի դեմքը ուրախությունից փայլեց։ Պարոնը մեկնեց նրան մի ծրար, ասելով. Խնդրեմ, ընդունեք այդ ծրարը։ Դրա մի մասը կպահեք ձեզ համար, իսկ մնացածից, որքան կծախսվի, մի տապանաքար շինել տվեցեք և դրեցեք հանգուցյալի գերեզմանի վրա։ Աբեղան շնորհակալությամբ ընդունեց ոսկիները, հարցնելով. Ինչ գրել տանք տապանաքարի վրա։ Հանգուցյալը այնքան տարիներ մնաց վանքում, մենք նրա անունը չիմացանք։ Ոչինչ գիր հարկավոր չէ, միայն մի խաչ փորել տվեք։ Աստված հոգին լուսավորես ցե, օրհնեց աբեղան։ Ռաշիդը վեր առեց արկղը։ Արտասուքը հեղեղի նման թափվում էր խեղճ երիտասարդի աչքերից, երբ նա պետք է թողներ այդ մռայլ խուցը, ուր բնակվել էր նրա տերը, ուր ամեն մի առարկա հիշեցնում էր նրան այն մարդուն, որին նա այնքան սիրում էր, որին նա պաշտում էր։ Երբ վանքի դռնից դուրս եկան, նա գրկվեցավ հայր սուրբի հետ, համբուրեց նրա աջը։ Երևում էր, որ վանքի բազմաթիվ միաբանությունից մնացած այդ երկու ներկայացուցիչները միմյանց հետ հաշտ էին ապրում։ Արկղը տեղավորեցին կառքի մեջ, ամենքը նստեցին և կառապանը բռնեց մուշի ճանապարհը։ Պարոնն Ասլանն էր, որ այժմ կոչվում էր բժշկապետ Սասունյան, իսկ բարձրահասակ Ամերիկուհին նրա կինն էր։ Նա այն հարուստ այրի կնոջ դուստրն էր, որ Նյու Յորքում որդեգրեց Ասլանին, որի տանը ապրում էր նա իր ամբողջ ուսանողության ժամանակ։ Այն ժամանակից սիրահարվեցավ նա և խոսք տվեց պսակվել նրա հետ։ Տարիներով միմյանցից անջատվելը չխախտեց նրանց սերը։ Օրիորդը ուխտել էր միշտ սպասել նրան, մինչև կվերջացներ իր գործերը և կրկին կվերադառնար Ամերիկա։ Երբ վերջին անգամ Ասլանը գնաց Հնդկաստան, այնտեղ իր ընկերներից ստացած հանձնարարությունները կատարելուց հետո անցավ Ամերիկա, հետո պսակվեցավ։ Այժմ քաղաքային բժշկի պաշտոնով գնում էր մուշ։ Մեր հիշատակարանը կատարվեցավ որպես մի նկարագիր զանազան պատկերներով։ Շատ անձնավորություններ հանդիսացան և կրկին ծածկվեցան վարագույրի ետևում։ Մենք առեցինք նրանց կյանքից և գործունեությունից հայտնի գծեր միայն։ Եթե բոլորի գործերը և նրանց գործունեության վախճանը լրիվ գրեինք, պետք է մի երրորդ հատոր ևս ավելացնեինք։ Ասլանով սկսեցինք մեր վերջին գիրքը և դարձյալ Ասլանով իջեցնում ենք վերջին պատկերի վարագույրը։